Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրն է Հայաստանի Հանրապետություն թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Ղարագյոզյանը։ Նախ հիմա մենք խոսքը կտանք նրան, թող ողջույնի խոսքով ներկայանա, հետո կսկսենք հարցեր տալ։ Խնդրեմ, պարոն Ղարագյոզյան։ Բարև ձեզ, նախ ասեմ Արթուր Ղարագյոզյան, Հայաստանի Անընդհատ նայում եմ, կարդում եմ, ուրիշ բան եմ ասում, գրած է Արթուր Ղարագյոզյան, ներողություն։ Ոչինչ, Աշոտն էլ լավ անուն է, վատ անուն չի, արդյա։ Ես Հայաստանի Հանրապետություն օրաթերթի վերջին առայժմ, ես իմ վերջի խմբագրականում այդպես եմ գրել, առայժմ վերջին գլխավոր խմբագիրն եմ եղել, մինչև 2003 թվականի հունիսի 1-ը, 19 թվականից, 4 տարի, 2023 թվականի հունիսի 1-ից դադարեցվել է թերթի գործունեությունը, պաշտոնական պատճառաբանությունը բնականաբար չի համապատասխանել իրականությանը, իբր ֆինանսատնտեսական ոչ արդյունավետ ծախսատարության հետ կապված, բայց դրա այդ փաստարկը հերքելու կարող եմ տասնյակ փաստարկներ բերել։ Ներողություն, պարոն Ղարագյոզյան, մի փոքր հենց արեք դեմքը երևա էլի, ես ձեր դեմքը չեմ տեսնում։ Մի քիչ ավելի տենց բարձր։ Այս է, ընտիր, շարունակեք, խնդրեմ։ Ուրեմն նախ դրանից հետո, դրանից առաջ այնպիսի ծախսեր են արվել, որոնց արդյունավետության մասին բացարձակ չի կարելի արդյունավետությունը տրամաբանության մեջ տեղավորել, մասնավորապես Snoop Dogg-ին 8 միլիոն մինչև դոլարի գումար հատկացնել մի համերգի համար, որի կանխավճարը տվեցին եւ հետ չստացան, եւ այսպիսի տասնյակ կարող են փաստարկներ բերել, եւ հիմնավոր փաստարկն այն էր, որ մեզ այդ մասին տեղեկացնում են ապրիլի 1-ին ծանուցումով, այսինքն ամենավերջինը իմացավ խմբագրության աշխատակազմը, որ թերթը փակվելու է, այն դեպքում, երբ որ նախորդ տարի պետական բյուջեով արդեն հատկացումները պլանավորված էին, բյուջեում նախատեսված էր, ես ասեմ, որ մենք չմտանք դատարան, բայց իրականում սա օրենքի կոպիտ խախտում էր, տարվա կեսից չի կարելի բյուջետային տողը խախտել, հանել, մեզ ապրիլի 1-ին ծանուցեցին, որ հունիսի 1-ից էդ էլ օրենքն էր պարտադրում 2 ամիսը, դադարեցվում է թերթի գործունեությունը, թերթը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ից, այսինքն անկախության հռչակագրից հետո, բայց դեռ մինչև անկախության հանրաքվեն 90 թիվ, առաջի խմբագիրը, հիմնադիր խմբագիրը եղել է երջանկահիշատակ մեծ մտավորական լավագույն լրագրողներից խմբագիրներից մեկը Հայաստանի անկախ պատմության մեջ Այդին Մորիկյանը։ Ես գիտեմ, որ այսօր բավականին թեմաներ կշոշափվեն, որպեսզի հետո չխճճվեմ, ես միանգամից օգտվելով առիթից, օգտագործելով այս առիթը ուզում եմ իսկապես իմ երախտագիտությունը հայտնել 1990 թվականի հոկտեմբերի 9-ից առ 01-06-23 թվական բոլոր խմբագիրներին, բոլոր աշխատակիցներին անկախ իրենց զբաղեցրած դիրքից, սրբարվիչներին, խմբագիրներին, հերթապահներին, լրագրողներին, վարորդներին, հավաքարարներին եւ այդպես շարունակ։ Իմ մասին Հայաստանի Հանրապետություն թերթի պահով այսքանը։ Եթե կհետաքրի իմ կենսագրականից որոշ տվյալներ, կարող եմ համարել։ Մի քանի հարց, նախ առաջին ինչով էր պայմանավորված թերթի փակվելը։ Չէ՞ որ թերթինքը պետական Հայաստանի պետականության պահպանման թերթ էր, ոնց չէ, անձնական ինչ-որ մեկի թերթ։ Ճիշտ եք ասում։ Պետականության պահպանման թերթ, Հայաստանի Հանրապետություն, ոչ թե ասենք իմ Գագիկ Թադևոսյանի թերթ։ Ինչով էր պայմանավորված պետականամետ թերթի փակումը։ Ուրեմն բոլորիս է հայտնի այսօրվա իշխանությունների վերաբերմունքը այն ամենին, ինչը կապված է Հայաստան կամ Հայաստանի Հանրապետություն անվան հետ։ Առաջի հանգամանքը կարող եմ ասել Հայաստանի Հանրապետություն անունը, երկրորդ հանգամանքը թերթի բովանդակությունը,
Թերթի բովանդակությունը իմ 4 տարվա խմբագիր եղած ժամանակվա 3.5 տարին, առաջի տեստարին ես աշխատել եմ թերթը հիմնովին փոխելու վրա, սկսած մակետից, վերջացրած ամենավերջի բովանդակային տողով։ Լրիվ կարելի ասել տեստարվա մեջ 0-ից թերթ ենք հիմնել։ Թերթի խմբագիր նշանակվելուց առաջ ես զրույց եմ ունեցել Armenpress պետական լրատվական գործակալության տնօրենի հետ, քանի որ նախորդ իշխանության Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Հայաստանի Հանրապետություն եւ Ռեսպուբլիկա Արմենիա թերթերը միացվել էին Armenpress պետական լրատվական գործակալությանը եւ որպես խորհրդային տերմինաբանությամբ ասեմ, որպես գլավկ նշանակվել էր Armenpress-ը։ Հիմա թերթը ինքը առանձին կառույց էր, ուներ իր առանձին բոլոր իրավաբանական ատրիբուտները, բացի հաշվեհամարից եւ կնիքից։ Դա հասկանալի է արդեն, որ կնիքն ու հաշվեհամարը Armenpress-ի ձեռքն էր։ Երբ որ ինձ առաջարկվեց դառնալ խմբագիր, թերթի գլխավոր խմբագիր, ես ասացի, որ ես արդեն 20 տարուց ավել գլխավոր խմբագիր եմ, կառավարում հանդեսի, միջազգային հարաբերություններ հանդեսի եւ գլխավոր խմբագիր այդ տիտղոսը անունը ինձ չի կանչում, ինձ կանչելու է ծրագիրը, որը ես պիտի ներկայացնեմ եւ իրականացնեմ։ 40 պայման դրել եմ սեղանին, ընդունվել է 3.5-4 տարի մի կերպ դիմացան այդ պայմանների իմ իրականացման այդ գործընթացին եւ վերջում տեսան, որ ես պահում եմ ոչ թե իշխանական, այլ իսկապես պետականամետ թերթ, մի հարվածով համ գլխից ազատվեցին, համ գլխացավից։ Ինձ մոտ թերթի վերջին համարն է, եթե երևում է, ես այսպես ցույց տամ, ինչի համար եմ ցույց տալիս։ Այստեղ հիմնական 3 պատճառները կան առաջի էջին, վերջի համարի, դա Արցախյան թեման է։ Իմ նոր մակետի մեջ այստեղ ամեն օր մենք օրվա լուսանկար էինք դնում։ Այստեղ անոնս էինք դնում, դե վերջի համարին անոնսների իմաստ չուներ։ Այստեղ Արարատն է, այսինքն հայրենասիրական թեմաներն էր, Արևմտյան Հայաստան, ազգային պայքար, ազգային թեմաներ, եւ այստեղ Խաչքարն է, հոգեվոր թեմաները, հավատքը, որ թերթի էջում շատ մեծ կռիվներով, պայքարով ամեն թերթի համարում փոքրիկ հոգևոր անկյուն ես պահում էի։ Հիմնական պատճառը սա էր, որ մենք տպագրում էինք պետական, պետականամետ, ազգային, հայրենական, հայրենասիրական թերթ, ոչ թե իշխանական, այդ տարիների ընթացքում մեկ նախադասություն չեք գտնի իշխանությունների նկատմամբ դրական որևէ հոդված կամ նախադասություն։ Այսինքն դուք արել եք ձեր վճիռը անելով պետական գործ եւ խանգարելով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդին քանդող Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, էլ չասեմ նրանց գլխավոր Քոչարյան եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսական Կրեմլյան։ Այսինքն կոնկրետ դուք տրորել եք, այսպես ասած, մազոլը այն մարդկանց, ովքեր ցանկանում էին քանդել հայկական հարց, Արցախ եւ այլն։ Սա պարզ է։ Մենք սա հասկացանք, որովհետեւ բնականաբար ով որ աշխատում է հայ ազգի համար, նրան չեն թողնում առաջ գնալ։ Մի հատ հարց եմ ուզում տալ, նորագույն ձևով ամենաշատ կարդացվողը դա ինտերնետ թերթն է։ Դուք ունեք ինտերնետ հավելված։ Եվ ինչքանով է դա օգտակար, քանի որ ինտերնետ հարթակում բավական լավ է կարծրացվում։ Կամ Telegram հարթակ կամ ինտերնետ ունեք։ Ուրեմն թերթը երբ որ լույս էր տեսնում, Facebook-յան էջը ես որ եկա խմբագիր ուներ ընդամենը 1000 բաժանորդ։ Ну 3 տարվա ընթացքում դա հասցրեցինք թիմով, մեր թիմով հասցրեցինք մինչև 5-5.5 հազարի։ Բացեցինք Telegram-յան էջ թերթի։ Ստեղծեցինք YouTube-յան էջ, ալիք չէ, բայց էջ, որտեղ հրավիրում էինք Հայաստանի բոլոր գրեթե հայտնի մշակութային, գիտական, տնտեսագիտական գործիչներին, այդ էջը կա, չի փակվել, YouTube-յան ալիք էջը Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, որ գրում եք հայերենով կբերի։ Բնականաբար թերթը փակվելուց հետո իրավաբանական անձը իրենք էին
դա մնաց իրենց Armenpress-ի ենթակայությամբ տակ YouTube-յան edge-ը չէին կարող փակել, դեռ կայքն էլ գործում է, ասեմ նաև որ կարծում եմ հետագայում մամուլը երբ որ կդառնա իսկ ամեն ինչ տանում է դրան պատմություն հետագա ուսանողները, ասպիրանտները, երբ որ կուսումնասիրեն Հայաստանի Հանրապետություն թերթի պատմությունը, կարծում եմ այս ընթացքը կորակվի որպես ամենառազմա հայրենասիրական տպագրված մամուլ։ Հատկապես 1920 թվականի քառորյայի ընթացքում, նախորդող այդ ընթացքում եւ հաջորդող ընթացքում ամբողջ համարը ներծծված է ռազմահայրենասիրական նյութերով։ Շնորհակալություն, իհարկե շատ ճիշտ եք ասում, քանի որ միշտ էլ միայն Հայաստանում է որ սկսել է թերթ տպելը դառնալ ավելի քիչ կարդացվող, ես ինքս ապրում եմ Գերմանիայում եւ Գերմանիայում թերթ գիրք նման բաների համար հսկայական միջոցներ է հատկացում, այստեղ է գրախանութը մի հատ ասեմ որ պատկերացնեք թերթի կամ դուք ես կարող եմ հիմա եթե Հայաստանում որ թերթը տպվում է պատվիրեմ հասցնել ինձ 1 կամ 2 օրվա ընթացքում այսինքն այդքան տեղ է տպվում ցանկացած գիրք հայերեն որը կա բաց հարթակում պատվիրեմ հասցնել այդ կարգի թերթը գիրքը կապ չունի ինչա դա շատ կարևոր է ու բնականաբար ինֆորմացիայի աշխարհում թերթը եղել է ամենահին ու պրեստիժ մնացել է դա միանշանակ բայց այս նոր դարյան քանի որ մենք ցավոք սրտի աշխատում ենք միայն Հայաստանի վրա Հայաստանում ինտերնետ հարթակը բավական լավ է աշխատում ու դա ձեզ միգուցե օգուտ է այլ բան է որ երբ որ բոլորը կենտրոնացնում են Armenpress-ի տակ որ իրենք պրեսի ենթարկեն Armen ինֆորմացիան այսպես ասեմ Արմենիայի շատ ճշգրիտ է մի հատ հարց եմ ուզում տալ դուք ճիշտ ներկայացրեցիք իսկ ինչ ոնց եք տեսնում Սփյուռքի հետ կապի ուժը Հայաստանի համար ներուժը մի հատ դուք ներկայացրեք սա խնդրեմ որ տեսնենք որպես դուք չէ որ այդքան տարի եղել եք Հայաստանի Հանրապետություն այսինքն պետականամետ ու ազգային թերթի խմբագիր ոչ թե եղել եք ինչ-որ մոդելային թերթ կամ ինչպես գերակուր պատրաստել խմբագիր ձեր տեսլականը հետաքրքիր է որ մենք սկսենք հարցեր տալ Մարտիկ ջան խնդրեմ անջատեք վիդեոն հարգանքներս շնորհակալություն ուրեմն նախ հակագծերի մեջ քանի որ խոսեցիք մամուլի ընթերցվածության հետաքրքրության մասին երկու բառով նշեմ որ 19 թվականին երբ որ եկա թերթի իրացվելիությունը 10% էր բառից բուն իմաստով թերթի իրացվելիությունը 10% էր այն դեպքում երբ որ այդ ժամանակ ասեմ նախորդ խմբագրի ժամանակ, բայց մինչև ինձ եղել է նաև պետական բաժանորդագրություն։ Իմ ժամանակ բաժանորդագրությունը ոչ միայն պետականը հանեցին, այլև ընդհանրապես արգելեցին որևէ համայնք, մարզպետարան, որևէ բաժանորդագրություն, բայց իրացվելիությունը հասավ մինչև 63%-ին։ Թերթի տպաքանակի 63%-ը պարզապես կրպակներում վաճառվում էր առանց բաժանորդագրության։ Հոյակը։ Հիմա Սփյուռքի հետ կապված մենք թերթում էլ աշխատած տարիներին ես փորձել եմ տեղ տալ բոլոր հնարավոր Սփյուռքյան օջախներին, համայնքներին, կառույցներին։ Ցավոք ես տեսնում էի, որ եթե նախկինում կար Սփյուռքի նախարարություն, որը մեծ մասը, մի մասը դժգոհ էր, մի մասը գոհ էր, բայց ամեն դեպքում գործ էր արվում եւ ինչ որ թերությունները անխուսափելի էին։ Քննադատության հետ միասին կար աշխատանք, կար երևաց։ Հիմա այն ինչ որ արվում է Սփյուռքի հետ կապված քաղաքականությունը այս իշխանությունների կողմից, դա ես միանշանակ որակում եմ հակահայկական քաղաքականության շարունակություն Սփյուռքի նկատմամբ։ Այսինքն արվում է ամեն ինչ Սփյուռքի հետ կապերը խզելու, Սփյուռքին հասկացնելու, որ դուք մեզ պետք չեք, մենք ձեզ պետք չենք։ Վալենսիայի հայ համայնքից եկել էր իմ լավ ընկերներից Արթուր Ղուկասյանի եղբայրը, որ այսօր այնտեղի համայնքի նախագահն է Արարատը Ղուկասյան, գնացել էր նախարարություն, որպեսի դասագրքեր վերցներ եւ իրեն այնտեղ իր ծանոթ ընկերը ասել էր հանկարծ չսխալվես, չշփոթվես, ասել թե հայապահպանական խնդիրների համար ենք ուզում դասագրքեր։ Պարոն
Ղարագյոզյան, մի հատ հարց։ Դուք ասացիք, ես հենց այդ պահին միանգամից մարմնովս փուշ անցավ հակառակ։ Ինչ էր անում նախկինում Սփյուռքի նախարարությունը, որ հիմա իրենց շարունակող իշխանության Սփյուռքի հանձնակատարը չի անում։ Ես ինքս շփվել եմ նախկին Սփյուռքի նախարարության հետ, տոննայով ջետկիրների, հայաթալանության, անմակարդակների, կոմունիստական նոմենկլատուրայի այն ինչ էր անունը, Հրանուշ էր, ինչ էր Հակոբյանի, նրա տեղակալ ծերանոցները թալանած, որբանոցները թալանած, մարդկանց, ովքեր թալանել էին ու իրենց համար 100 դրամ էին սարքել սնունդը, 150 դրամ որբանոցի, 160 դրամ ծերանոցի, 1500 եվրոյանոց մայկաներ հագնող տեղակալներով խմբեր էին։ Նրանք ինչ էին։ Ես միանգամից ասեցի, որ իրենց քննադատության հետ համատեղ զուգահեռ այսօր արվում է, նրանք գոնե ես իրանց հետ չեմ առնչվել։ Ես 10 թվականից ապրել եմ Հայաստանից դուրս։ 12 թվականին Կիևից ասեցի թքածում եմ ամեն ինչը, վերցնում եմ փող գումար, գալիս եմ Հայաստան։ Զանգեցի, վերցեցին հենց իրանց համարով, քարտուղարը, կողքը նստած, իրանց ձենը գալիս է, այ ախպեր սաղ թռնում են, դու ուր ես գալիս։ Ես չեմ համարում, որ Հայաստանը Սփյուռքի նախարարություն ամեց։ Միայն այս տարածայնությունը։ Միշտ էլ չի ունեցել, դա ստեղծվեց, որ Հրանուշի գործ տան, շարունակվեց, որ Քոչարյանի բարեկամ Սինանյանին գործ տան։ Ներողություն, Նիկոլի բարեկամ Սինանյանին գործ տան։ Նենց որ Սփյուռքի հետ կարելի է կառույցը, ներողություն, ես ինստիտուտի մասին եմ խոսում, ոչ թե անձերի, ոչ թե այն արատավոր, ես էլի եմ ասում, քննադատությունների, արատավոր երևույթների կողքը, ասենք տարին մի քանի անգամ, գոնե մի քանի տարին մի անգամ արվում էր համահայկական լրատվամիջոցների հավաք, խմբագիրների, լրագրողների հավաք, մի անգամ Ստեփանակերտում ա եղել, Արցախում, մեկ շաբաթյա ինքս մասնակցել եմ, դա ինչ ա տվել ձեզ։ Դա ինձ տվել է ծանոթություններ, շրջանակ, իրանց էլ բոլոր սփյուռքյան լրատվամիջոցներին մեկտեղվելու հնարավորություն, անկախ ես չգիտեմ դրա տակ ինչ ա դուրս գրվել, ինչ չի դուրս գրվել, ինչ ա արվել, ինչ չի արվել։ Ես ասում եմ գոնե մի քանի փաստ, համահայկական բժիշկների հավաք, ճարտարապետների հավաք։ Ես նորից եմ ասում, իմ խոսքը անձերի մասին չի, այն մասին չի, որ նախկինում չի արվել, իհարկե արվել է, մեծ թալանել է արվել, էնել է արվել, էնել։ Ես հիմա ուղղակի դուք ասացիք Սփյուռքի մասին իմ տեսակետը, ես հիմա մի փոքրիկ սխեմայով բացատրեմ։ Ես ընդհանրապես ոչ միայն Սփյուռքի հետ կապված, բոլոր ազգային խնդիրների հետ կապված ունեմ մեկ սկզբունքային մոտեցում, որ ամեն մեկս կամ ամեն դասական Սփյուռքի կուսակցություն ունի իր մոտեցումները, իր ընկալումները, իր պատմությունը, իր քաղաքականությունը, իր դիրքորոշումը։ Սակայն բոլորը միասին ունեն ընդհանուր տիրույթ, որի մեջ կարող են միավորել այդ ընդհանրությունները։ Այսպես կոպիտ, ես ուղղակի սա միշտ ինձ մոտ ունենում եմ, ցույց տամ, այսպես սխեման նոր գրիչով գծեցի, այսինքն 3 օղակ, բայց 3 օղակը փոքր հատվածներով միավորվում են։ Ես դա այդ նույնը արել եմ թերթում մեր հոգևոր առումով եկեղեցիների։ Ես թերթ եմ բերել հայ առաքելական եկեղեցին, բերել եմ հայ կաթողիկե եկեղեցին եւ հայ ավետարանական եկեղեցին։ Եվ երեքին էլ նույն հարցը տվել եմ, ասել եմ, չէ՞ որ դուք ունեք ընդհանրություններ, որոնք են բոլորը քրիստոնյա եք, բոլորը ձեզ անվանում եք հայ առաքելական, հայ կաթողիկե, հայ ավետարանական։ Ընդհանուր է, մշակույթը համարում եք ընդհանուր։ Կարող եք ներսես շնորհալու մահվան 850-ամյակը համատեղ նշել, կարող եք, օրինակի համար եմ ասում։ Այո։ Այսինքն ես ոչ մի բան չեմ խարանում, դուք ճիշտ հասկացեք։ Խորին հարգանքներս ձեզ, ձեր արած գործին, ուղղակի ամենահետաքրքիր գիտեք որն է հիմա, որ այդ Սփյուռքի նախարարություն նախասեմ հիմի համեստությունից կարմրավ Սարգսյան Արտակ-Ձենյան։ Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է Սարգսյան Արտակի ծրագրով ու ինքը ձեն չի հանում։ Սարգսյան Արտակի ծրագրով է ստեղծվել Սփյուռքի նախարարությունը, ուզել էին Արտակին դնել, Արտակը հրաժարվել է։
որպեսզի Սերժիկ Սարգսյանի իշխանության հետ ոչ մի բանի չգնա, որտեղ ի սկզբանե հասկանալ է։ Այդ նույն բանն է, ոնց որ ես վաղը գամ իշխանության Նիկոլի ասեմ, գիտեք ինչ, ես ամենը լավ տղեն եմ, ինձ հավատացեք, լավ կլինի։ Չեմ կարա, որտեղ այդ սիստեման է։ Հիմա ես քո հետ չեմ։ Ուղղակի ես խորին հարգանքով եմ վերաբերվում քո բարի մտքերին, ինչի համար եմ ասում, որ Սփյուռքում Սփյուռքի կապ ստեղծելու համար բավական չի ոչ լրագրողը, ոչ բան, պետական մոտեցումը պիտի լինի ու ճիշտ, որտեղ Սփյուռքը այնքան է գծվել, ես Սփյուռք չեմ համարում։ Սփյուռք ես համարում եմ այն հայերին, ովքեր մինչև 1985 թվականը ապրել են դրսում, ոչ թե նոր գնացածն։ Ես Սփյուռք չեմ էլ ուզում։ Բայց այդ մարդկանց, որոնք հայրենիքի կարոտ են անընդհատ բերել Հայաստան գցելով, ոչինչ չեն անում։ Ոչինչ, այդ թողնենք, ձեր գործը դուք լավն եք տրամադրում։ Ուղղակի Սփյուռքի այդ միջանկյալ կառույց ստեղծելու համար պետք է ցանկացած մարդու, ով որ գալիս է։ Նախ ամեն մեկը ճիշտ է ասում, ամեն համայնքում ունի իր հետաքրքրությունը։ Պետք է լինի ազգայինից բացի կանչող շահագրգռվածություն։ Մարդուն անընդհատ կորաս ազգային դաշնակները այդ օրինակն են անում, բառապացույց մնացել են ոտից գլուխ 800 հոգի մարդ։ Այսինքն չի կարելի մենակ դրա վրա, ամեն ինչը պետք է ճիշտ լինի։ Այդ իմ խոսքն ձեր դեմ չի, ընդհանուր սիստեմի։ Ես ձեր դեմ չունեմ ոչ մի հասկանում եմ, ես էլ ինստիտուտի մասին եմ խոսում։ Աշխատում եք։ Ցավոք սրտի ես իմ վասկի բանն եմ ասում, էլի, շառավղի չափերը, որ ես գնում եմ համայնքներ ու տեսնում եմ, որ համայնքը 300 հոգի հայ են նստած, մեկը հայ չի։ Մեկը ձևական հայ չի, խոսում է, բայց հայ չի, հասկանում է, բայց հայ չի, հոգին ու միտքը նյութն է, ինքը հայ չի, լսած բացի հայերենից ուրիշն է, ինքը հայ չի, բայց ասում է ես ամենայն հարգանքով ճիշտ եք ասում, որ ամեն հարցում պետք է պետական մոտեցում, պետական քաղաքականություն, ցավոք սրտի ես իմ խոսքի հենց սկզբից ասեցի, որ ես տարանջատում եմ պետությունը պետականը իշխանությունից իշխանականից։ Այսօր եթե իշխանությունը եւ իշխանական մոտեցումը հակա հայկական է, հակա սփյուռքյան է, հակա ազգային է, հակա արարատյան է, հակա մասիսա, հակա հակաների շարան է, այդ դեպքում մենք պիտի ուրեմն ձեռքներս ծալենք նստենք, այդպես չի։ Մարտիկ Գասպարյանը նոր որ պահի տակ միասին մի 2 շաբաթ առաջ գտնվում ենք Յարոսլավլի հայկական համայնքում, 2 հայկական դպրոցներ ենք այցելել, հայկական համայնքներին հանդիպել ենք, տարել ենք մոտավորապես 150 գիրք, դասագրքեր եւ հայ ժողովրդի պատմության ինստիտուտի հրատարակած 7-հատորյակը այսպես։ Մարտիկ Գասպարյանը ինքը 40 կիլոգրամ գիրք ինքն է Մոսկվայից բերել այնտեղ ու դպրոցների, դպրոցականների, ուսուցիչների, համայնքի ներկայացուցիչների հետ եւ դասախոսությունների շարք են կարել եւ հանդիպումների շարք են կարել, գրականագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ, աստվածաբաններ մեզ հետ տարել ենք այնտեղ, ինչ եմ ուզում ասել։ Մեր ձեռքից այսօր գալիս էր սա, այսինքն մարդ պիտի անի այն, ինչը որ կարող է անել եւ կարող է անել լավ։ Շնորհակալություն, մենք դրա հետ չենք, բայց ես ձեր արածի հետ չէ, ոչ մարտիկի, ոչ մյուսի։ Ուղղակի ասացի, որ այդ նախարարությունները, որոնք պետք է օծված են ազգի օգտին աշխատելու, չկան։ Դե եթե վերևը չկա, տակը չի լինելու, սա մեկ։ Հաջորդ հարցը, ուզում եմ ձեզ ասել, որպես ոնց ասեմ, ավելի շատ որպես վերջում իմ կողմից, հա։ Ձեր տեսակետը Հայաստանի անվտանգության ամրապնդման համակարգի ձեռնարկող քայլերի հանդեպ։ Սա այն վերջին հարցն է, ու մնացած ով ինչ կուզեք հարցրեք, ժողովուրդ ջան։ Կարող եք կարճ, կարող եք երկար, ոնց ձեզ հարմար։ Խնդրեմ։ Ուրեմն անվտանգության հետ կապված ես պիտի ասեմ, որ էլի համատեղ մշակել ենք դրույթներ, ոչ թե ծրագիր, այլ դրույթներ։ Թե չէ ծրագրի մասին անկեղծ ասած ես էլ մի տեսակ հիասթափվել եմ, այնքան մարդ կա, ասում ես ունեմ ծրագիր, բայց այդ ծրագիրը հետո ուզում ես տեսնել, չես տեսնում։ Մենք տարբեր ոլորտների, իմ ամենաառանցքային մոտեցումը դա քաղաքատնտեսական մոտեցումն է, որը դուրս է եկել այսօր արդեն դուրս է եկել այն խորհրդային կամ նախկին զուտ տնտեսագիտական տիրույթից, այսօր քաղաքատնտեսությունը մտել է հասարակագիտական ոլորտ եւ քաղաքականությունը եւ տնտեսությունը եւ քաղաքականությամբ պայմանավորված տնտեսությունը եւ հակառակը շատ ավելի տնտեսությամբ պայմանավորված քաղաքականությունը։ Եվ այստեղ պետք է անվտանգային խնդիրները նույնպես համալիր նայել եւ եթե կան
ուժեր, որոնք կարող են այս նույն սկզբունքով, որ ես ցույց տվեցի, սփյուռքի կամ հավատքի, հոգևորի առումով մի կողմ թողնել տարաձայնությունները եւ միավորել ընդհանրությունները պաշտպանության առումով, ազգային անվտանգության առումով, հոգևոր անվտանգության առումով, տնտեսական անվտանգության առումով եւ այս բոլորի փակագծերի ներսում կամ տողատակերում կան բազմաթիվ հարյուրավոր խնդիրներ, որոնք ոչ մեր եթերի ժամանակ ասելու են, ոչ ընդհանրապես գրելու են, այլ պետքա իրականացվեն, գործնական քայլեր արվեն։ Ես այն ժամանակ դեռ մի փոքր հոդված գրեցի, այսինքն մեր թշնամուն ասում է тот, кто нам мешал, тот может помочь нам։ Պետքա այս նավթով ապրող երկրին խեղդել իր նավթի մեջ, գազը լցնել այդ պետության եւ իր ղեկավարների շնչուղիները փոխաբերական իմաստով եւ այդ ուղղությամբ կատարել այն բոլոր, ես գիտեմ, օրինակ գիտնականներ նաեւ ձեր եթերում են եղել եւ եթերից դուրս ովքեր արել են հրաշալի հսկայական հայտնագործություններ ռազմական ոլորտի համար, պաշտպանական Հայաստանի պաշտպանական ոլորտի համար, սակայն ձայն բարբառով հանապատի։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ես ավարտեցի հարցերս։ Շնորհակալություն ձեզ։ Պարոն Ղարագյոսյան, խնդրեմ, ով է ցանկանում հարց տալ։ Ներկայացեք անուն ազգանունով ու հարց տվեք, խնդրեմ։ Կարելի է հարց տալ։ Իհարկե, ներկայացեք անուն ազգանունով եւ հարց տվեք։ Իմ ավելի շուտ բանը շնորհակալության խոսքը Արտուր Կարագոզյան, հիշում եք ինձ։ Թոշակառուների միության նախագահ։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ, որ առաջինը դուք տպեցիք։ Հոդված թոշակառուների մասին, ո՞նց եք։ Փառք Աստծո, շնորհակալ եմ, ձեր ողջությունն եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Վերջ։ Հաջորդ հարցը։ Այո։ Նարամը մեր թոշակառուների արամն է։ Հաջորդ հարցը, խնդրեմ։ Կարելի է ես հարց տամ։ Այո, պարոն Արտակ ջան, ասա ինչ պարոն Սարգսյան, Արտակ, ասա։ Արթուր ջան, Արթուրին պարոն չեմ ասի, մենք նախ շնորհավորում եմ զույգ թորներ ունենալը, երկրորդ զույգն է, չէ՞ ոնց որ։ Առաջինը երկուսը զույգ չեն, մյուս երկու աղջիկների թորնիկներն են, սրանք զույգ երկվորյակ են։ Երկվորյակ տղաներ։ Շնորհակալ եմ։ Հիմա հարցս հետևյալն է, ճիշտ է, իրար հետ հանդիպել ենք, բայց ոչ մի անգամ հարց չեմ տվել։ Երբ որ այդ խմբագիրն եք, ինչ օպոզիցիա եք տեսնում ու ինչ օպոզիցիայի թեզեր կամ կոչեր եք լուսաբանում այդ ժամանակներում, էլի, ու ձեր կարծիքով իրական օպոզիցիա այդ ժամանակ կար, թե չէ։ Ես դες ասեմ թերթը փակվելու հետ կապված, կարծում եմ իմ այս պատասխանի մեջ կլսեք ձեր հարցի պատասխանը։ Նոյան տապանում երկու անգամ հյուր եղա թերթը փակվելու հետ կապված եւ այնտեղ Տիգրանը մոտավորապես Հարությունյանը նման հարց տվեց, ինչա պետք այսքան որ դժգոհում եք, բողոքում եք իշխանության մոտեցումից, իշխանության հակահայ քաղաքականությունից, ինչա պետք իշխանափոխություն անելու համար, ներողություն, բայց ես այն ժամանակ ասեցի առաջի պայմանը դա ընդդիմությունը փոխելն է։ Որովհետև այս այն ընդդիմությունը, որը որ գործում է այն տարիներին եւ մինչեւ առ գրեթե այսօր, ես չեմ տեսել այն հստակ, լիարժեք, լիաթոք ցանկությունը, մղումը, որ պիտի ազգային նպատակներին տաներ։ Ցավոք սրտի մեծ մասը անձնական ամբիցիաներով են առաջնորդվում։ Եվ այսօր էլ, երբ որ դուրս են գալիս եւ հայտարարում են իրենց նկարտումների մասին քաղաքականության մեջ, որ հաջորդ ընտրություններին նորից մասնակցելու ենք, մենք էս ենք, մենք ենք, դրանով ավելի շատ ջուր են լցնում ներկա իշխանությունների ջրաղացին։ Իսկ մենք թերթում ոչ ընդդիմությանը գովել ենք,
ոչ փնովել ենք, իշխանությանը ոչ գովել ենք, փնովել ենք շատ հստակ, որովհետև գիտենք մեր գլխի գալիքը, ես օրինակ առողջապահության թեմայով նյութ եմ հանձնարարել, 2 ամիս ու կես ուսումնասիրվել է նյութը, փաստարկներ, ձայնագրություններ, լուսանկարներ, հարցազրույցներ եւ նոր դրել թերթում տպել եմ, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ այն ժամանակվա շատ չհարգված նախարարի կողմից, որին ես պատասխանեցի մի նախադասությամբ ու 2 պարբերությամբ, հերքեմ հերքումդ, ու դրեցինք տակը փաստերը։ Մենք ամեն ինչ արել ենք փաստարկված եւ ներկայացրել ենք խմբագրության մոտեցումները, տեսակետները, որոնք բացառապես եղել են, ես նորից եմ ասում, տա Աստված լինի մարդ, որը բացի թերթի գոնե, այսպես ուղղակի թերթի այդ տարիների թերթի էջերը, մենք ներկայացրել ենք մեր խմբագրակազմի ազգային, հայրենասիրական, մեր պատկերացման պետականամետ մոտեցումները, հոդվածները եւ ես ասեմ, որ այդ տարիներին խմբագրությունը նաեւ դարձել էր մշակութային կենտրոն։ Թերթը փակվելու հետ կապված մեր այդ YouTube-յան ալիքում կան Ավիկ Իսահակյանի, Վերջինե Սվազլյանի, Հովիկ Այվազյանի հանրագիտարանի եւ բազում մտավորականների ու գիտնականների խոսքը թերթը փակելու դեմ։ Դա նրա արդյունքն էր, որ այդ տարիներին բոլորին ես կենտրոնացրել էի խմբագրության շուրջ։ Խմբագրությունը դարձել էր իրենց համար օջախ, իրենք դարձել էին խմբագրության համար բարեկամներ։ Եվ ասեմ, որ նաև իշխանական այն հենց տպագրվելու տարիներին իշխանական անունը չեմ ուզում տան, որովհետև անգամ անունից նողկանք է հորդում, այդ լպստվող մինչև այսօր մեկը, երբ որ ես հրապարակեցի, որ Միացյալ Նահանգների, եթե չեմ սխալվում, հիմա էլ կարող է տեղերը հակառակ ասեմ, Միացյալ Նահանգների Սենատի որոշման նախագծի մեջ նշված է, որ Ադրբեջանում Բաքվում պահվում են 200 հայ գերիներ, եւ ես դա տպեցի։ Անմիջապես հաջորդ օրը իշխանամերձ այդ լպստրուկը իր կայքով, որը շատ հայտնի է, Facebook-յան գովազդ դրեց, որ Հայաստանի Հանրապետություն օրաթերթը զբաղված է մանիպուլյացիաներով, եւ գիտեք որն էր մանիպուլյացիան, որ ոչ թե Սենատի որոշման նախագծի մեջ է այդ թիվը դրած, այլ կոնգրեսի նախագծի, բայց վերնագիրը արդեն մարդիկ մեծ մասը վերնագրից են կողմ, շատ բան չեն կարդում։ Եվ դա մի 2 ամիս գովազդով գրած էր, ռեկլամա, գովազդ։ Իրենք պատտեցնում էին թերթի դեմ։ Մենք առաջնորդվել ենք այսպես, մեր քարավանը գնացել է առաջ, անկախ նրանից, թե ինչքան շուն եւ որքան են հաչացել։ Շնորհակալություն, երկրորդ կարծիք չունեմ, որ օպոզիցիան ճակերտների մեջ է։ Շնորհակալություն, պատասխան։ Այդ թերթի անունը վաղի եթերում թաղեմ ես։ Այդ լրատվականի անունը տուրիզմ վաղը եթերում թաղեմ, ինչը վերջից եմ ասնում։ Ցավոք իրանք միայն լրատվական չեն, իրանք հեռուստաընկերություն է։ 100,000-ավոր դոլարներով, գրանտներով աշխատող եւ այսօր նաեւ իշխանական մեծ հովանավորչությամբ աշխատող մի ոնց ասեմ, այն դոնդող զանգվածա, հետո կասեմ ես դες։ Ես ուղղակի Դա հարց ունեք ժողովուրդ ջան։ Խնդրեմ։ Ով ունի հարց։ Իհարկե դուք կտանք, Արմեն խնդրեմ։ Արմեն Դավթյան, Ազգային նախագիծ հասարակական կազմակերպություն։ Հարգանքներս, պարոն Ղարագոզյան, շատ հաճելի է, ապարտանում եմ ձեր նման մարդկանցով, ձեր արած գործով։ Արդիական հարց կուզենայի ձեզ հղել, ինչ հիմնական կենսունակ այս պահին Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած կարևորագույն խնդիրները դուք կնշեիք, կարևորագույն, եւ ինչ լուծումներ ձեր կողմից կառաջարկեիք այդ խնդիրների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Այսօր ամենաառաջնահերթ խնդիրը դա մեր պաշտպանության, անվտանգության,
թե արտաքին, թե ներքին, ցավոք սրտի այսօր իմ համոզմամբ արտաքին եւ ներքին անվտանգության հարթությունները ոչ թե հավասարվել են, այլ նույնիսկ ներքին անվտանգության խնդիրները գերակայում են արտաքին անվտանգության խնդիրներին։ Այսօրվա դրությամբ ես կառաջարկեի այն առողջ ուժերը, որոնք որ նույն այս հարթակում են միավորվում, տեսակետներ հայտնում, նաև հարթակներից բարձրաձայն հնչեցնելուց դուրս կատարվեն շատ կոնկրետ գործողություններ եւ պարոն Թադևոսյանի խնդիրը Սփյուռքի հետ կապված համատեղում եմ այս անվտանգության համակարգի մեջ, որովհետեւ մենք հեծանիվ չենք հորինելու, աշխարհում նման փորձեր կան, մենք բոլորս գիտենք այդ փորձերը, այդ երկրները եւ թե ինչ են արել, մեզ պետք է ոչ թե շատ, այլ հսկայական ֆինանսական միջոցներ, հետեք բան չանենք այդպես մտքի հետևում չպահենք, այդ ֆինանսական միջոցները 40-ական թվականների կեսերին հрьяաները ստեղծեցին իրենց պետություն ստեղծելու, զրոյից պետություն ստեղծելու համար եւ մեխանիզմները մշակված են, մինչեւ այսօր նրանք 10-որդը վճարում են ամբողջ աշխարհից, բացի 10-որդը պետությունը ստեղծելուց նրանք հսկայական գումարներ վճարեցին եւ ովքեր որ հրաժարվեցին 5-10 միլիոնատերեր կամ միլիարդատերեր ովքեր հրաժարվեցին պետության ստեղծմանը նպաստելու նրանք պատժվեցին ուղղակի մեզ պետք է նաեւ այս օղակը այսինքն ունենալ պատժիչ գործառույթ նրանց նկատմամբ ովքեր որ այսօր ազգայինից հետ են կանգնել կամ հակազգային ավելի շուտ ես ձևակերպեմ իրենց ազգային նպատակներին հասնելու համար մեր երկիրը, մեր ազգը, մեր ժողովուրդը մեր նպատակները ոտնատակ են տալիս այսօր մենակ անձնագրում հայ գրվելով չի ես հիմա մի փաստ ասեմ դուք հետևություն արեք Ենոքավան գյուղը բոլորիդ հայտնի Ենոքավան գյուղը 36 թվականից է կոչվել Ենոքավան Ենոք Մանուկյան հեղափոխականի անունով այսինքն հեղափոխական գործչի անունով Մինչև 36 թիվը գիտեք ինչ է կոչվել Ենոքավան Քրդեվան հետևություն կարելի է անել հիմա այդ մարդիկ այսօր Իջևանի արխիվը հենց այսօր ինֆորմացիան գնաց որ Իջևանի արխիվը ոչնչացվում է այսինքն ազգային արխիվի Իջևանյան մասնաճյուղը վերացվում է իսկ ինչ արխիվներ են այնտեղից ոչնչացվում արդյոք կապված է Ենոքավան Քրդեվան գյուղերի անցյալի ազգային պատկանելության գենետիկայի հետ Գենետիկա ասեցի հիշեցի, հիմա չեմ ուզում այդ մարդու ազգանունը տամ, բոլորդ կիմանաք, որովհետև իրանից թույլտվություն չունեմ, թե չէ գաղտնիք չի։ Մեր շատ հայտնի գենետիկ մասնագետներից մեկը ակադեմիայում, ես հիմա աշխատում եմ Գիտությունների ազգային ակադեմիայում, գիտության հանրայնացման հարցերով եմ զբաղվում։ Ուրեմն իր գրքի շնորհանդեսն էր անում եւ հարց ու պատասխան եղավ, ինքը ասեց մեր գենի տարածքային առումով Սասուն, Մուշ, Լոռի եւ այլը 70%-ը մեր ամբողջ ազգի ոչ թե այն ինչ որ Հայաստանի Հանրապետությունում է բնակվում, այլ ամբողջ ազգի 70%-ը գենետիկ կոդը մի միլիմետրի մի տոկոսի շեղում չի տվել 30%-ը խառնակվել է, մուտացվել է, մուտացիայի է ենթարկվել Եվ հետաքրքիր բան ասեց մեր արտգործնախարարը եւ արտգործնախարարի տեղակալը առանց ազգանունները տալու մեզ ասում են որ ձեր գիտությունը խանգարում է մեր արտաքին քաղաքականությանը Ես խնդրեցի մեր հարգարժան պրոֆեսորին ասի ես ձեզ ուղղակի խնդրում եմ երբ որ ասեց հարցեր կան դուք կարող եք ասել այն 30%-ը որտեղ մեր գենը մուտացվել է մուտացիայի է ենթարկվել խառնակվել է Վերեք որոշենք այսօրվա արտգործնախարարը քանի տոկոս հայ արյուն է կրում կամ ընդհանրապես կրում է թե չի կրում Եկեք ամբողջ ազգը մի հատ ֆիլտրենք
պետք չի բոլորին հանել ասել դու հայ չես գնա Հայաստան, բայց մենք կիմանանք ով է զտարյուն հայը, ով է հայի գենը կրողը, իսկ ով է քրդեվանցին, որ երկիր ա ղեկավարում եւ բոլորիս ճակատագրերն ա որոշում։ Դրա համար եմ ասում, եթե մենք նստենք սպասենք իշխանությունը ինչ է անելու, մենք շատ արագ իրենց կնպաստենք իրենց ազգային նպատակների իրականացնելու եւ հայությունը, Հայաստանը, հայկական իղձերը, ազգային իղձերը, Արարատը, իսկ ով է դեմ Արագածին։ Ով է դեմ Արագածին, բայց Արագածը մեր աչքի առաջ է, մերն է։ Այսօր ձեր հարցի մի քիչ երևի ընդլայնվեցի, շատ ենթաշերտեր ունի եւ շատ ենթատեքստեր ունի։ Առաջնահերթ խնդիրներից մեկը դա մտավորական ունենալու խնդիրն է։ Իսկ որն է մտավորականը։ Միթե նա ով որ գրում է հրաշալի երաժշտություն եւ բոլոր մեր հայ ժողովրդի կողմից շատ սիրված է, այդ երաժշտությունը, ոչ թե ինքը։ Եվ իր անունն էլ հնչում է իր երաժշտության տակ, արդյոք նա մտավորական է։ Իհարկե ոչ։ Մտավորականը մշտապես հանդես է գալիս գաղափարների ընդդիմադիր ելակետից։ Նա միշտ սխալը պետքա բարձրաձայնի։ Շատ ավելի մտավորական է այն դարբինը, որը իր դարբնոցում դարպաս կռելուց վրան Արարատ է նկարում, գծում։ Նա շատ ավելի մտավորական է, երբ որ թիկունքում ունի Արագածը, բայց աչքի առաջ Արարատն է։ Քան այն երաժիշտը, բանաստեղծը կամ չգիտեմ գրականագետը, ով հացկատակ մի փոր հացի համար կարող է ուրանալ ամեն ինչ։ Մեզ մոտ պակասում է լավ մտավորական, իրապես իսկական մտավորականի կերպարը։ Չեմ ասում չկան, կան, իհարկե կան։ Ես մի քանի օր առաջ լսում եի եւ հիանում էի մեր ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ակադեմիկոս մեր Աշոտ Գևորգյանի խոսքը։ Այդ մտավորականը ինքն է։ Չի նայում իրան ինչ կառաջարկեն, որտեղից ինչ կակնկալի, ինքը ունի հստակ տեսլական, հստակ տեսակետ, հստակ ծրագիր, հստակ մոտեցումներ եւ չի վախենում բարձրաձայնում այդ ամբողջը։ Ունենք Գուրգեն Մելիքյանը եւ այսպես ունենք, շատ ունենք, բայց նրանք ովքեր այսօր իրենց գովազդելով համարում են մտավորական, պետք է դրանց էլ մենք գոնե ինչ որտեղ, ոնց ասեմ, երեսը պարզենք, այդ երեսի քողը հանենք։ Մտավորականը չի կարող իշխանության, մտավորական էր Սիլվա Կապուտիկյանը, որ Ռոբերտ Քոչարյանին շքանշանը շպրտեց երեսին։ Թե նախկինում ինչ է եղել խորհրդային տարիներին, ես կարդացել եմ իր հուշագրությունները, այնտեղ շատ տարբեր բան է, բայց մարդը կյանքի վերջում եկավ այդ համոզման։ Մենք 2020 թվականին ես նաև վավերագրական ֆիլմերի ստուդիա ունեմ եւ զբաղվում եմ վավերագրությամբ։ 2020 թվականին խնդրում եմ ֆիքսեք 20 թվական օգոստոս։ Մի ամիս հետո պատերազմը սկսվեց։ Ֆիլմ եմ նկարահանել, ցավոք մինչև այսօր պահածաղ եւ մոնտաժված չի։ Բերձորի շրջանում, Քաշաթաղ։ Ոտքով իմ ուսանողական, ռազմարտական եւ աշխատանքային գործընկերոջ Զոհրաբ Պրկոյանի հետ, ով ամբողջ Արցախը եւ Հայաստանը ոտքով լուսանկարչական ապարատով շրջելա եւ ունի պարզապես հսկայական բառը չի արտացոլում արխիվ։ Մենք նկարահանել ենք Բերձորի հայկական ներկայությունը, ոտքով գետի մեջով էր միայն ճանապարհը, գետի մեջով 5-ից 7 կիլոմետր քայլել ենք, որ հասնենք մի տաճարի եւ նկարենք, որի տեղ ինքն էր գտել։ Երբ որ ես այդ 20 թվականի օգոստոսին Արցախի իշխանավորներից 1-2-ին ասեցի ուզում եմ 7 ֆիլմ անել 7 շրջանների հայկական ներկայության մասին։ Ինձ ասեցին, այդ ինչի կասկածում ես, որ կարող է մի օր Ղարաբաղը մերը չլինի, իրանց բառերն եմ ասում։ 44 օրյայից ուղիղ մի ամիս առաջ։
Լավ, շատ չասեմ, բայց այսօր իսկապես մեր անվտանգության խնդիրն ամենաառաջնայինը եւ դրա լուծման համար պետք է կյանք չառնել ոչ մի բանի առաջ։ Շնորհակալություն, շատ համամիտ եմ միանշանակ ձեր բոլոր թեզերի հետ։ Շնորհակալություն։ Քիչ ուշ եթե թույլ կտաք մի հարց էլ կտամ։ Բայց Մի վարքյան շնորհակալ, ուրեմն ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուրին։ Արթուր ջան, վերջերս ես Աշոտ եմ ասել, ուզես։ Արթուրին շնորհակալություն եմ հայտնում, պարոն Ղարաջոսյան։ Պարոն Ղարաջոսյան, մի հատ հոյակապ բան ասեցիք, որ sense մի անգամից ինձ 220 վոլտ, թե չգիտեմ քանի վոլտ տոկի տվեցիք, այն որ ասեցիք մենք ունենք այսօր մտավորականներ, դա իմ ամենացավալի թեման է, որ ես ոնց նայում եմ մտավորական որպես այդպեսին, չէ, մենք միշտ սովորենք, որ մեր մտավորականները ամենահայրենասերն են եղել, Նվիրված Իսահակյան, Թումանյան, այսպես բոլոր իրար հետ նույնիսկ մասնակցել են, Նեմեսիսին եւ այլն, այսօր մենք չունենք։ Այսօր փողով ծախված ձեր ասացի պես ինքը իր երկի մեջ իր անունը գրող ու այդ ինձ ցավացնում է, այս բարբերաբար անդրադառնում եմ։ Շնորհակալություն, մնացածի հետ իհարկե համաձայն եմ, բայց դա ամենացավոտներից տոկի խփեցիք, որովհետև ես ամեն օր նայելուց ինֆարկտ եմ ստանում, բառերն եմ մեկնաբանում եմ, ինչա նշանակում դա էլի ցավալի է դա։ Իրոք իմ համար ցավալի է, որ կարա երկու բառ ճշ վզ դառնա հիթ ազգային երկող մարդուն, ասենք ում ասեմ, ես միշտ կասեմ, պարտադիր չի ազգային, պարտադիր է որակով երաժշտության, ասենք Գորսուջյանին կարա լսի 160,000 հոգի, բայց Թաթուլու Սպիտակ Ցայկով, որոնք ադրբեջանցու հետ հարսանիք են երկում 260 միլիոն հոգի, որ կարա մեր լավագույն հայազգի եմ ասում, Բարի Ուայթ, Ստիվի Վոնդեր, Միշա Ամիրյանի լսի 230 հոգի, բայց ինչ որ որևէ մի ռաբիս երկիչին 50-60 միլիոն հոգի։ Շնորհակալություն։ Խնդրեմ հարցրեք, Գերոյան Աշոտ, հարգանքներս։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ նշել, որ Արթուրին Ղարագյոզյան, ես ավելի շատ իրեն գործունեությանն եմ ծանոթ, քան այսպես ասած անմիջական ծանոթությունս էլի, ես օրինակ ասենք ուզում եի հարց տալ Արթուր ջան, այն շարքը, որ դուք Արագած Ախոյանի հետ մի փայլուն Թուրքիայում տիրող իրավիճակի հայերի կապերի եւ այլ ամի մեծ աշխատանք ամսագիր տպագրել եք տարբեր մարդկանց հետ եւ վերեք հանել շատ կարեւոր, այսպես ասած, շերտեր հայության թաքնված այդ աշխատանքները ցավոք սրտի հիմի կանգնած են պարզ է այն պատճառով, որտեղ այս կառավարությունը ամեն կերպ խոչընդոտում է այդ զարթոնքին։ Ոնց է կարծում, եթե գա նոր իշխանություններ, որը ունենա հայկական հոգեկերտվածք, ինչ մենք կարանք նորից այդ աշխատանքները նոր թափով առաջ տանել։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ պարոն Գևորգյան հարցի համար։ Ասեմ, որ իսկապես դա էլի ցավոտ տեղ էր, որ մատը դրեցիք։ 19 թվականին եղել ենք Ստամբուլ, այսինքն Կոնստանտինոպոլիս եւ Անկարա եւ պատրաստել ենք մի վավերագրական ֆիլմ, որը այսօր մեր ալիքում, հայփաստ վավերագրական ֆիլմերի բանում YouTube-յան էջում դրված է եւ հայերենով եւ թուրքերենով։ Նույնը հանդեսը երկու լեզվով է հայերեն, թուրքերեն, այնտեղ մենք ներկայացրել ենք հայերի, քրդերի, թուրքերի, ալևիների, զազերի եւ թուրքերից նայեք հանդեսի շապիկը։ Այսօրվա իշխանությունները, եթե ասեին այսպիսի շապիկով, սա Արարատնա Նախճեվանի կողմից հայ-թուրքական հանդեսի հայերեն թուրքերեն հրատարակված եւ այստեղ մենք հավաքել ենք այն մարդկանց թուրք գիտնականների, հրապարակախոսների, մտավորականների, իսկապես մտավորականների այն կաթիլը, որը այդ 80 միլիոնանոց
օվկիանոսում հետագայում ձեր ասած ազգային լավ ճիշտ իշխանության դեպքում կարող էր դառնալ եւ իսկապես պարոն Ախոյանը շատ մեծ աշխատանք էր արել նախապատրաստելու համար դա կարող էր դառնալ այն մերանը որը մածունից մի քթալ լցնում ես կաթի մեջ եւ դառնում է ամբողջ կաթը դարձնում է մածուն կարող էր դառնալ այն մերանը որ Թուրքիայում նույնիսկ մարդիկ սկսեին ճանաչել իրենց գենը մարդիկ մտավորականները այս մարդը թուրք է իր ուղնուց ուծով Սայիդ Չեթինօղլու իր բնակարանում են Անկարայում 200-անի փոքրիկ բայց բանը իր մարդաբանական տեսակը ես մի անգամից ասեմ Արմենոյի դա շատ հնարավոր է եթե ինքը միգուցե ինքն էլ տեղյակ է դրանից բայց ինքը ցեղասպանությունից խոսում էր եւ մեր ներկայությամբ արտասվում էր իր պատից կախված է ցեղասպանության զոհ մանկահասակ աղջկա նկարը պատառոտված շորերով իր աշխատասենյակի այս պատից ներքև ամբողջ դարակները ինքը հավաքել էր հայերի մինչև ցեղասպանությունը ունեցած ունեցվածքի օրիգինալ կադաստրային վկայականները դուք պատկերացնեք այն 85% է կազմում ամբողջ Թուրքիայի անշարժ գույքի հայկական ունեցվածքը ես գիտեմ դրա մասին Շնորհակալություն եւ ինքը բարձրաձայնում էր այդ մասին որ Թուրքիայի կայսրությունը Թուրքիայի այս իշխանությունը կայացել է հայերի ոչ միայն արյան այլև ունեցվածքի վրա երկու բանկերը առաջի երկու բանկերը Թուրքիայում ստեղծվել են հայկական կապիտալով Մյուս հարցը եթե կարելի է ես էլ ասեմ ես էլ հարց չեմ տա ուրեմն ճիշտ ասած ես ուշադիր հետևում եմ այս մեր լրագրողներին անկեղծ ասեմ այն ինչ որ Հայաստանում հիմի գործում են էլի ես 95%-ին երևի բոլորին ձերբակալելի դիպլոմները դրանցից կվերցնեի մի խայտարակ բան այ սրանք ես չեմ հասկանում ուղղակի հարցերը այնց հարցեր են տալի դրանով պայթացնում են ամբողջ հայկական ինքնության գերակա բաները այս ինչ խայտարակություն է կատարում այդ սկսած դրսում հարցերից որ ասենք մարդկանց հարցեր են տալի իրանք հատկապես ընտրում են այնպիսի մարդիկ ինձ մի երկու անգամ հարց են տվել ոչ մի անգամ չեն ցույց տվել հարցեն չի որ ես ընդդիմադիր եմ ես ընդդիմադիր եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև մի որտեղ այն արմատը տեսել եմ որ սա ոչ մի հայկական այսպես ասած շերտ չունի սկսած Լևոն Տեր-Պետրոսյանին երբ որ ինքը անհայտ մարդ էր նոր Ղարաբաղյան շարժումը այսպես ասած բաներ սկսում մենք այդ ամենակարևոր ոլորտը ասենք հասկանում եք մի հատ նորմալ լրագրողը շատ բարդ մասնագիտություն է ամեն մի աղջնակ չգիտեմ տաղա բան որ մտնում է 1000 անգամ պետքա հետո իրան հարց տա թե ինչ անում էլ ինչ պետք է անենք այս լրագրողների հետ ես չգիտեմ հարց եմ տալի ոնց պետքա այս մաքրվենք այս որ նորմալ լրագրողներ նորմալ հարցեր տան եւ ուղղորդեն հայկականությունը Հայաստանում Շնորհակալություն Շնորհակալություն հարցի համար մի անգամից ասեմ արգելի պարոն նախ ասեցիք դիպլոմները ես խիստ կասկածում եմ որ այսօրվա լրատվական դաշտում երևացող այդ աղջնակներից կամ պատանյակների 90%-ը որևէ լուրջ դիպլոմ ունի առաջինը Այսինքն մենք չունենք այն կրթական դարբնոցը, որը պիտի լուրջ լրագրողական շկոլա ապահովի։ Այս բառը հնուց է գալիս, ես օտար բառեր չեմ սիրում, բայց շկոլա բառը շատ դիպուկ է հնչում։ Մենք չունենք այդ դպրոցը, ունենք հին լրագրողներ, ցավոք կտրվեց միջակայքը։ Գիտեք, այսօր ինչի է նմանվել։ Ես շատ ցավով եմ ասում։ Ես համալսարանում երբ որ իմ դեկանը մոտեցավ ասեց Արթուր ասեց 8 տեղ է ընդամենը լրագրողական
մեկը քեզ համար եմ պահել, ասի շնորհակալ եմ, բայց ես հրաժարվում եմ, ես գնում եմ գրականագիտություն։ Ասեց ինչի, ասի մի հատ ինձ կասեք, ով են դասավանդում, ինչ են դասավանդում, ինչ դասախոս ունենք, լրագրողական ժուրնալիստիկայի բաժնում։ Ասեց ճիշտ ես ասում։ Ինչ եմ ուզում ասեմ, այսօրվա մեր եթերը հատկապես մամուլը լցված է այն հայտարարությունների չակերտավոր եմ ասում, սկզբունքով, երբ որ գրում են պահանջվում է բարետես արտաքինով, հասկացաք։ Այսինքն սրճարանի սպասուհու հայտարարության նման հայտարարությունների նման այդ սկզբունքով ընդունում են բարետես լինի, մի երկու բառ կարողանա կպցնել, երրորդը որ չկարողանա էլի խնդիր չի, կամ էլ ԽԾԲ մեկի հորեղբոր թորան խնամու հարևանի չգիտեմ ինչն է, այսպես, այսինքն մեզ պետք է համալսարանական լուրջ կրթական համակարգ ստեղծել, դարբնոց ստեղծել, որտեղից դուրս գան լուրջ մասնագետներ, որոնք նաև կվերապատրաստվեն, ինչի՞ չէ, տարբեր երկրներում այդ դպրոցները կգնան, կտեսնեն, կճանաչեն, կգան, ես օրինակ, ես երկու անգամ եղել եմ, մի անգամ Մոսկվայում Financial Times-ի նման մի ժամանակ տպագրվեց Ֆինանսովե իզվեստիա, նույն այդ դեղին թղթի վրա ֆինանսական տնտեսագիտական թերթեր, ես գնացել եմ այնտեղ ստաժիրովկա եմ անցել, երկրորդ անգամ Միացյալ Նահանգներում ես եղել եմ մի քանի լրատվամիջոցներում, ես այստեղ դասընթացներ եմ անցել, Եվրասիա միություն կար, 6 ամսյա դասընթացներ էր, տնտեսական լրագրողների դասընթացներ եմ անցել, ինչ եմ ուզում ասեմ, այս շկոլաները, այս բոլոր օղակները պիտի անցնի մարդ, որ կարողանա իրան իրավունք վերապահել, ակադեմիկոս Գևորգյանին հարց ուղղելու, էլ չեմ ասում, որ պատասխանը չհնչեցնի եթերից կամ չտպագրի թերթում, սա նոնսենս իրավիճակներ են, դրա համար մեզ մոտ ինչպես շատ մնացած ոլորտներում, նույնը լրագրության ոլորտում դիլետանտությունը, անգրագիտությունը, ես օրինակ հայկական եթերը, եթե պատահաբար ալիք է ընկնում այդ եթերի վրա եւ ես ականջս սովոր չի, մի 10 րոպե լսում եմ, նյարդերս խախտվում են, այնքան սխալներով են խոսում, էլ չեմ ասում գրավոր խոսքը, որ գրավոր խոսքի ժամանակ քեզ եթերը պարտադրում է, ժամանակ է տալիս քեզ, գրավոր խոսքը գոնե հնարավորություն է տալիս, դու քեզ ուղղես, բայց դու քեզ ուղղելու համար, ինքդ քեզ ուղղելու համար պիտի գիտելիք ունենաս, այսօր անգրագիտությունը ուղղակի այսպես խեղդում է բոլոր ոլորտները, առավել եւս լրագրությունը, լրատվությունը։ Շնորհակալություն, պարոն Ղարագոզյան, էլի թույլ տեղերին, պարոն Գևորգյանը իմ էլի թույլ տեղերին կպան, որ ես նայում եմ անկախնայեցում հետ են խոսում, կամ միկրոֆոն են մտցնում բերանը, կամ ձայնի, ես հիշում եմ, ասենք լրագրողը ինչ է, նաև ինքը պետք է ունենա ձայնի մշակվածություն, որ կարողանա շեշտերը ճիշտ դնի, առոգանությանը շնչելը։ Հիմա որ նայում եմ այդ նվնվան, կվկվանայում ասում եմ, ես Նիկոլեն Բուծե ինչ հնարել, բոլոր պետական պաշտոնյաները նվնվ կլկլ ձենով, բոլոր լրագրողները նվնվ կլկլ ձենով, չթողած խոսքը ավարտած միկրոֆոնը մտցնում են բերանը, հայտարարություն կամ բերում են չասեմ էլ ինչերին ասած ձեզ, ոչ թե մատուցողու, դուք ավելի ցածր բռնեք, մատուցողին գոնե մաքուր գործ է կատարում, ոչ մի բան չիմացած, նույնիսկ հարցեր են, որ բերել են Արարատ կրծոյի ալիքը, որ բերել են, որ ինչ ասում, Միսիպիսի նահանգը, Գորիսից են զոհված ոսկի տղու քրոջը բերել են, եսի ինչի համար են բերել Երևան, ոչ տեսք ունի դուրս գալու, ոչ խոսալ ունի, ԱՄՆ Միսիպիսի նահանգը 7 անգամ է կրկնում է, հայտարարություն է ուղղակի։ Խնդրեմ, ով ունի հարց, պարոն Ղարագոզյան, հիանալի հարցեր է պատասխանում, իրոք ազնիվ ցավալի մասը, շնորհակալ ենք, ասա Էդվարդ ջան։ Ողջույն ձեզ, շատ շնորհակալություն։ Արարատի հետ կապված, որ ասեցիք, պարոն Ղարագոզյան, մի հատ փոքր բան ավելացնեմ, շատ շուտով հայ մարդը Արարատը պիտի տեսնի երկու կողմից, ոչ մեկ թող չկասկածի, ես էլ որոշել եմ տեսնեմ 4 կողմից, իրանց ուզածը չի լինելու, այո, արդարությունը հաղթելու է ու կեց են
զարթոնքը կեցեն ուժը, որ պիտի բերի այդ օրը ու հրամցնի մեր ժողովրդին։ Ես մասնագիտությամբ մարզիչ մանկավարժ եմ, հարցս հետևյալն է. ինչ բարեփոխումներ պետք է անենք մեր ներկայիս արդի կրթական համակարգում, որովհետև գիտենք ինչքան բացեր ունենք մեր դպրոցում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում։ Ուրեմն մի նախադասությամբ ես ձեր հարցի պատասխանը տամ, շնորհակալություն հարցի համար։ Ինչ պետք է անենք կրթական համակարգ փոխելու համար, պետք է փոխենք իշխանությունը։ Այս իշխանության օրոք, երբ որ ինձ ցույց տվեցին, ես ասում էին չէի հավատում, դասագրքի կողքից, այսպես երբ որ նայում ես Ադրբեջանի դրոշնը հայտնվում, երբ որ նայում ես դասագրքի շապիկին ադրբեջանական դրոշի գույներն են աչքիդ առաջ, երբ որ արցախյան ազատամարտը, գոյամարտը պատմության դասագրքերից հանում են, երբ որ Այբենարանի հեղինակ Վաչագան Ասարքսյանին հարգարժան, վաստակաշատ, մտավորական բառիս այդ իմ ասած լայն իմաստով, բազմաթիվ ոչ միայն Այբենարանի, բազմաթիվ գրքերի հեղինակ կա, որը աշակերտին ստիպում է, դրդում է մտածել, այլընտրանքային մտածողությամբ մտածել։ Այդ մարդուն այս իշխանությունները դարձրեցին գենդերային քաղաքականության, այսպես ասած, զոհ։ Այդ ոչ ու փուչ պատգամավորուհիներից մեկը կանգնեց ազգային ժողովի այդ փայտե տախտակի առաջ ու ուրիշ բան չեմ կարող ասեմ, որովհետև դա ամբիոն չի այնտեղ։ Ասեց այդ մարդուն պետք է Այբենարանները գցել աղբարկը վառել, իրան էլ հեռացնել ընդհանրապես ինչի համար, ասма որովհետև իր Այբենարանի մեջ ինքը նաև հայերենի լեզվի դասագրքերի հեղինակ է։ Կինը կանգնած է նկարի մեջ, ընտանիք է, տղամարդը նստած, ինքը կնոջը չի հարգում, ուրեմն գենդերային քաղաքականությունը խախտել է։ Այս իշխանությունների օրոք ոչինչ հնարավոր չի լինելու փոխել, պետք է փոխել իշխանությունը։ Ոնց որ իրենք վարվեցին թերթի հետ, ազատվեցին եւ գլխից եւ գլխացավանքից, պետք է ազատվել եւ գլխից եւ գլխացավանքից, պետք է ջնջել, սկսել նորից զերոյից։ Ես չեմ ասում պատմությունը ջնջել, ջնջել ես մոտեցումը, ջնջել այդ մոտեցում ունեցողներին։ Ինչ է նշանակում մի նախարարության տակ կուտակել կրթություն, գիտություն, սպորտ, երիտասարդության հարցեր, չգիտեմ ինչ, չչամնում գյուղատնտեսությունն ու մնացած բոլոր ոլորտները մտցնեն այդ մի չեմ ուզում սխալ բառեր խնայեք ձեզ հաջորդ հարցը խնայեք ձեզ թեման Եվս մի կարճ հարց հազար ներողություն Հարութ ջան պարոն Ղարագոզյան իսկ կա ձեզ մի առարկա որը մինչև հիմա չի դասավանդվել մեր դպրոցական կրթական համակարգում որը կարելի է ավելացնել Իհարկե կա օրինակ վայելչագրություն Գիտեք, վայելչագրությունից մարդու մտածողություն, հոգեբանություն, տեսլական, չգիտեմ, շատ բան է փոխվում։ Իմ ծնողները, օրինակ, անցել են վայելչագրություն։ Ես ուղղակի հիանում եմ իրանց ձեռագրերից։ Եթե կհիշեք այն նախկինում ծննդյան վկայականները լրացնում էին միայն վայելչագիր արտակարգ գեղեցիկ ձեռագիր ունեցողները։ Հոգեբանությունը, չգիտեմ, հոգևոր եկեղեցու պատմությունը ճիշտ է հանեցին, բայց ես եկեղեցու պատմությանը զուգահեռ ոչ միայն եկեղեցու պատմություն կդնեի, այլ նաև հոգևոր դաստիարակություն, որը բարոյահոգեբանական մեծ նշանակություն կարող է ունենալ։ Ես կներեք, ուղղակի սա մի փոքր ինձ մոտիկ ոլորտ է Ես լրացում անում էլի, կրթությունը պետք է լինի ձրի եւ հասանելի բոլոր վերջի գյուղի երեխուն էլ պետք է հասանելի, հատկապես հիմի կա այդ հնարավորությունը։ Դասագրքերը բոլորը էապես պետք է նայել խայտարակ վիճակա, մի տեղը
սպանդա տեղի ունենում դպրոցում, հասկանում եք, ես վերցնում եմ պրոֆեսոր մարդ, կարդում եմ, ասենք, ենթադրենք մաթեմատիկայի 5-րդ դասարան, 6-րդ դասարանի գիրքը, ես խնդիրը չեմ հասկանում, թե սա $50,000 դրամա շնորհ են տվել, ինչ որ անհայտ մարդիկ վերցրել ստեյցնդեյց արտագրել են, երեխեքը կարդում են, մեծ մասը չի ընկալում հայերեն, որտեղ սխալ թարգմանված եւ այլ, եւ այս տիպի խայտարակ դասագրքերը ամեն աշճանում է, էլի բոլոր առաջի, երկրորդ, հետո 12 տարվա այդ կրթական բանը ցույց տվեց, որ չի աշխատում Հայաստանում։ Այստեղ երեխեքը շատ ավելի արագ են ոնց են ասում մեծանում եւ այլ, պետքա այն 10-ամյա կրթությունը, նույն 5-ամյա, ասենք, կրթությունը համասարում եւ հագեցվածությունը շատ ավելի լավ է, քան հիմի մեծ ժամանակ է կորցնում, պատկերացնում եք, ասենք, եթե երեխան դպրոցում 5-6-րդ դասարան մաթեմատիկան արդեն այտենց բախվում է ու չի սովորում, ինքը վախենում է, չի հասկանում։ Այդ արդեն մենք կորցրեցինք պոտենցիալ շատ լավ ինժեներ, շատ լավ տեխնոլոգի, որը մեր համար կենսական նշանակություն լինի։ Էկուց մոտ ժամանակներում ուժը ազգի այդ նորից վերադառնալ խելքի հետ կապված։ Եթե դու չունես այն քանակությամբ, մեծ քանակությամբ ինժեներներ, տեխնոլոգներ, ոչ մի ապագա չկա։ Լավ, այդ կրթությունը ամբողջ համալսարաններում բան պետքա ձրի լինի, դա է ճիշտը, դա է պետության հիմքը, դա է հզորությունը։ Օլիգարխիայի քոքը պետքա կտալ, վերջացնել։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Խնդրեմ Հարութ Հուդոյան, խնդրեմ Հարութ ջան, հարց։ Բարի երեկո, շնորհակալություն եթերի համար։ Պարոն Ղարագոզյան, ես ձեզ մի հատ հարց ունեմ ձեզ տալու։ Ուզում եմ ձեր կարծիքը հասկանամ, որպես տեղեկատվական դաշտում դուք ինչ միտումներ ունեք Սփյուռքի ներքաշելու համընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծելու այս իրավիճակից դուրս գալու համար։ Դա մեկ հարց, երկրորդ հարցս կայանում է նրանում, որ դուք ինչպես եք տեսնում խոսքի արվեստը օգտագործել որպես տեղեկատվության դաշտի մեջ, որ նպաստի ապագա հեղափոխությանը, որը պետք է սկսվի, օրինակ, իրական հեղափոխությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Երկրորդ հարցից ասեմ, որ դա երևի թե նեղ մասնագիտական մոտեցում է պահանջում։ Ոչ միայն խոսքի արվեստ է, այլև դուք հեղափոխությանը նպաստելու ենթատեքստով ասեցիք խոսքի արվեստը, թե չէ խոսքի արվեստը լայն հասկացություն է։ Դա քաղ տեխնոլոգիաներ կան եւ կան քաղ տեխնոլոգիաներ, որի մեջ մտնում է նաեւ խոսքի արվեստը, առոգանությունը, արտաբերման պարբերականությունը, բառերի ընտրությունը, այդ բառերի քանակը, թե մեկ ինչքան ժամանակահատվածում, քանի ինչ եմ ուզում ասել, սա իսկապես նեղ մասնագիտական եւ լուրջ ընկերություններ կան, որ մեծ գումարներով այս տեխնոլոգիաները կիրառում են։ Եվ ոչ մեկ թող գլուխ չգովի, թե ինքը կարող է միայնակ կամ 10 հոգով առանց պատկերացում կազմելու այդ տեխնոլոգիաների նրբություններից որոշակի ինչ-որ արդյունավետ առաջարկներ անել։ Ես ինձ թույլ չեմ տա մտնել մի ոլորտ, որտեղ գիտակ չեմ։ Ինչ վերաբերում է տեղեկատվական Սփյուռքին եւ ոչ միայն Սփյուռքը, հա, կենտրոնացնելու խնդրին, ապա ասեմ, որ ես առաջարկում եմ եւ ունեմ հստակ առաջարկ ստեղծելու գերհզոր տեղեկատվական կենտրոն։ Այդ տեղեկատվական կենտրոնը չի ընդհանրում, ես մի քանի անգամ դա տարբեր առիթներով ասել եմ, մարդիկ պատկերացնում են տեղեկատվական կենտրոն ասելով ինչ-որ մի հատ կայք, որը 3 լեզվով թողարկվելու է հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ոչ, տեղեկատվական կենտրոնը ավելի շուտ տեղեկատվական վերլուծական կենտրոն ստեղծել, որը այսօր եւ Մարտին Գասպարյանը եւ Աշոտ Գևորգյանը եւ պարոն Թադևոսյանը եւ պարոն Սարգսյանը, Արտակ Սարգսյանը այդ գաղափարի կարծում եմ կրողն են, ինչքանով որ ես պետք է ստեղծել ցանցային կառավարում համահայկական, հայ ձայնը
անուն կդնենք Հայաստանի Հանրապետություն, կդնենք Հայաստան պետություն, բայց ստեղծել ցանցային մոդել եւ այդ տեղեկատվական կենտրոնի միջոցով ապահովել ոչ միայն օպերատիվ եւ անհրաժեշտ տեղեկատվության տարածումը եւ ոչ միայն հայության շրջանակներում եւ ոչ միայն 3 լեզվով, ինչպես մեզ բոլորիս մոտ ընդունված է այստեղ հայերեն, ռուսերեն, անգլերեն, հայ ոչ։ Դա պետք է այդ տեղեկատվությունը տարածվի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն, ադրբեջաներեն, գերմաներեն եւ այդպես շարունակ, պարսկերեն, նայած որ երկրի համար ինչ տեղեկատվություն են ուզում տարածել եւ նաեւ ստանալ։ Կենտրոն ունենալով Երևանում, տեղեկատվական կենտրոնը ունենալով Երևանում, ստեղծել ցանց իրենց մասնաճյուղ չասեմ, որովհետեւ հատկապես Սփյուռքում մի տեսակ ցավոտ են ընդունում, եթե Երևանում կենտրոնա իրենք մասնաճյուղ են, ունենալով համանման կենտրոններ Փարիզում, Գերմանիայում, Լոս Անջելեսում, նահանգներում, Իսպանիայում, չգիտեմ, Թեհրանում, Չինաստանում եւ այդ ցանցը այսպես կառուցել ոչ միայն Երևանի հետ, այլ մեկը մյուսի հետ։ Եվ այդ տեղեկատվական կենտրոնի մեջ ներառել ոչ թե միայն զուտ տեղեկատվությունը, կատարել շատ լուրջ վերլուծություններ, փոխադարձ մեր հետաքրքրությունների շրջանակում գտնվող երկրների տնտեսական, քաղաքական, անձնային հարաբերությունների մասին, որոնք մեծ մասը նաև հրապարակման ենթակա կարող են չլինել։ Այսինքն մոտավորապես ոչ այդ սխեման, բայց Բլումբերգը օրինակ ինչ է անում։ Բլումբերգը նույնիսկ ժամանակից շուտ սկսում է հայտնել այն իրադարձությունները, որոնք պիտի կատարվեն։ Ուկրաինայի պատերազմից 2 շաբաթ առաջ Բլումբերգը արդեն հայտարարում էր, որ պիտի այդ պատերազմը սկսվի։ Լուրջ ներդրումային ծրագրերը դնել այդ տեղեկատվական կենտրոնի հարթակում։ Ցանկացած ներսից ներդրումային առաջարկները, դրսից ներդրումային ցանկությունները բերել մերտեղել եւ բազում ասպեկտներ, որ կարող է վերցնել իր վրա այդ տեղեկատվական կենտրոնը Սփյուռքի հետ համատեղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ունեք հարուտ արձագանքելու։ Եթե կարելի է մի բան ասեմ։ Ես միակ բան ավելացնու կներեք պարոն Արտակ Սարգսյան։ Խնդրեմ, հարուտ ջան, արտակարգ մի բան վրա էլ ուշադիր դարձնել, ձեր տեղեկատվական ցանցին հաստատ շատ է պետք լրագրողներ, որ տարբեր ղեկավարներից ինչ-որ ինֆորմացիաներ իմանան կամ հարցազրույցի կանչեն։ Մոտավորապես այդպես բաների իմ կարծիքով ավելի շատ կօգնի կոնկրետ թե հարցերի համար, թե ստացած պատասխանների համար, թե ընդհանրապես պետությունների հետ տակտիկա ունենալու համար։ Իմ կարծիքով ես այդ մասնագիտությունից հեռու մարդ եմ, ուղղակի թույլ տվեք իմ փոքր կարծիքը հայտնեմ դրա մասին եւ ձեր կարծիքն ուզում իմանալ իմ ասացի մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, գիտեք, երբեմն հարցազրույցներ էլ պետք չեն։ Շատ ժամանակ պետք է ինֆորմացիան վերցնել ոչ թե առաջի դեմքերից, այլ երկրորդ, երրորդ, նույնիսկ չորրորդ, հա, էշելոններից, որ ավելի ստույգ եւ ավելի ոնց ասեմ, սովորաբար առաջի դեմքերը մանավանդ պետական կառույցների խոսում են ամեն ինչի մասին, չասելով ոչինչ։ Դրա համար պետք է տեղեկատվության աղբյուրներ ունենալ, տեղեկատվությունը վերցնել եւ ըստ պահանջի եւ ըստ նպատակի օգտագործել այսքան։ Շնորհակալություն, խնդրեմ Արտակ։ Ես կշարունակեի Արթուրի ասածը, ցանցային պետության իհարկե կողմնակից եմ, քանի որ չասենք բախտի թե Աստծո կատարածով մենք արդեն կոտորածից հետո վերածվել էինք ցանցային պետության, հիմա ուղղակի պետքա դա օրինականացնել եւ կառավարել, որպեսզի իրոք լինի այդ ցանցային պետություն։ Իհարկե այս ցանցային պետության կողմնակից եմ, քանի որ արդեն բնակարանորեն ստեղծվել է, վատ գենոցիդից հետո է ստեղծվել, բայց ինքը ստեղծվել է ու լինելով ցանցային պետություն, մեր պես հզոր պետություն չի կարող գոյություն ունենա։
Շնորհակալություն, ես էլ ասեմ, մենք ճիշտ եք ասում, հատկապես ցեղասպանությունից հետո ոչ թե ցանցային, իմ կարծիքով, ոչ թե ցանցային պետություն ունենք, մենք ունենք ցանցային ազգ, որը պետք է վերածել ցանցային պետության, այսինքն ստրուկտուրիզացնել, կառուցվածք տալ, այն ցանցային ազգը, որ կա, դա պետք է դնել կառուցվածքի տակ, դնել սխեմա եւ այդ սխեմայի մեջ դծել եւ աշխատեցնել։ Եվ պետք չի վախենալ իմ կարծիքով, ինձ համար եմ ասում, ոչ թե ձեզ համար, պետք է ձևավորել այլընտրանքային կառավարություն, սա շատ նորմալ երևույթ։ Ի վերջո, եթե մի իշխանություն չի կարողանում լուծել պետության, մեր հայրենիքի, պետությունը հսկայական կարևորության բան է, բայց տասնապատիկ կարևորը հայրենիքի զգացողություն ունենալը։ Այդ ցանցային ազգի մեջ հայրենիքի զգացողությունը երբեմն պակասում է։ Այս ուղղությամբ է պետք աշխատել եւ դրա համար նաեւ պետք է ստեղծել այդ կառուցվածքը, կառույցը եւ այլընտրանքային կառավարությունը։ Եթե թույլ տաք, ես կարճ լրացում անեմ։ Խնդրեմ, պարոն Գերորգյան, խնդրեմ։ Ուրեմն ցանցային մենք ազգ դարել ենք մինչև ցեղասպանությունն էլ, ասենք հազարամյակներ առաջ հայկական բարձրավանդակից ասենք հոսքեր ա եղել էթնիկական եւ այսօր բոլորը գիտեն էթնոգրաֆներն էլ մարդաբաններն էլ որ միակ էթնոսը որը ունեցել է բոլոր քաղաքակին քաղաքացիությունների հետ անմիջական առնչություն սկսած հարավային Ամերիկայից տեսեք որտեղ եմ ասում դա հայերն են Գենետիկ բաներն էլ որ ստուգաբանություն անում են, տեսնում որ հայկական գենը է, պոլինեզիան կղզիներ, որ ամենաիզոլացված ընդեղ էլ է ասե։ Էլ չեմ ասում բան հարավային Աֆրիկա, բան Աֆրիկայում, Տանզանիայում մի միլիոնանոց ասկա որ իրան համարում է հայ, այսինքն այդ նշանակում է ինչ որ ժամանակ, ինչ որ քանակությամբ հայ ընկել այնտեղ, հետո տեղի ժողովուրդներ, բայց անունը մնացել է։ Պետք է հետազոտել, տեսնել, որտեղ ինչ կա այնտեղ, մենք պետք է այսինքն այդ բոլորին մի տեր կանգնենք, օրինակ ասենք ես 2 տարի առաջ եղել եմ Մարոկոյում, հրավիրված էի ֆիզիկա-մաթեմատիկական կոնֆերանսի, հետո ճանապարհորդել եմ այդ Ատլասի լեռներով, այնտեղ գնացեք տեսեք հայկական Արմենոյիդ ինչ տեսակներ է մնացել անձեռնմխելի մաքուր ձևերով այս բոլորը մեր կոպիտ ասած հարստությունն է որ պետքա տեր կանգնենք խնդիրներ մեծամասշտաբ դնենք իսկ տեղ իհարկե մտավորականության դերը լայնախոհ շատ կարևոր է ասենք գիտեք ինչ ես Ամերիկայի միջասեմ հայտնի համալսարանի դեկանի հետ ծանոթացա հայ դե ինքս իր հայ ասում է դե ես ինչ հայ ես բան sense դե մարդ ասում ես եկել եմ քու իմացա դու բան հայ ես եկա քու մոտ եթե դու հրաժարվում ես դրանից դու իմ համար вообще հետաքրքրություն չես ներկայացնում հասկանում ես հայ մարդը հայ գենը կրի պրոֆեսոր լինի ինքը բանանի զերո հետաքրքրություն եթե հայ ես բան պետքա պարտքը տաս հայ ազգին ինքը քեզ օժտել է այն գեներով որով դու ինչ որ հաջողության ես հասել դրա համար այդ ցանցային այդ պետությունը որը քաղաքակրթական մեծ դերակատարություն ունի նոր աշխարհում պետքա մենք անպայման կազմակերպենք Եվ դա պետք է շատ հզոր լինի եւ այդ բոլոր հիմքերը կան, որտեղ նույնիսկ եթե ասենք մեզ հիմի հաջողվի բերել մյուս այս ռեժիմից ազատվել հայկական իշխանություն, հայկական պետության ռեսուրսների բավարար չեն այսօրվա էլի, որպեսզի դիմակայենք այդ բաներին, այդ դժվարությունների, որ աշխարհում կա, սա մի հասենք, մի խոսքով ես էլ շարունակեմ, այո, ցանցային ազգը պետք է դարձնել ցանցային հայք պետությունը, որը պետք է իր հզորությամբ
առաջի հինգյակում մտնի, տենց հնարավորություն կա, շնորհակալություն։ Շնորհակալ։ Մեկ վարքյան, շնորհակալ եմ ձեզ, պարոն Գևորգյան, այս մասին շատ ենք խոսում, բայց այսօր մենք ունենք մի ռեալ, բերեք ռեալը տարբերենք ֆանտաստիկայից, եթե մենք հայկական գենով նայում ենք 65 միլիոնից ավել են եւ մի բան էլ ավել, եթե նայում ենք ընդհանուր հայկական ուղղությամբ, ես ասել եմ անգամ, այդ իմ խոսքը չի, միջազգային, քանի որ առաջի ասենք 1 միլիարդի գենա, բայց այսօրվա դրությամբ մենք ունենք շատ մեծ խնդիր, նոր ասում ենք Սփյուռքում եւ Հայաստանում, մարդիկ որ ասում են, բա ինձ պետք է։ Հիմա հələ մենք կարողանանք Հայաստանում գոնե ստեղծել այն միջուկը, որը միշտ լինում է ցանկացած պետության մեջ 1%-ն է լինում ազգասեր, մնացածը կենսատարածքի վրա ապրող այն բնակչությունն է, որը հարկ է տալիս, պահում է զորք եւ այլն։ Այդ հարցը կլուծենք, հետո չնայած այդ էլ պետք է արվի զուգահեռ, անցնենք միջազգային, որտեղ ցանցայինի որ անցանք, այս կառույցը կունենա մինիմումը 65 միլիոն անդամ, եթե ոչ 100։ Հոյա շնորհակալ եմ ձեզ, ուղղակի որպես լրացում, էլի ոչ թե ձեզից որ հակասություն։ Խնդրեմ հարց տվեք։ Ով է։ Բարի երեկո։ Ով է, խնդրեմ։ Անուն ազգացեք։ Անահիտ Հովհաննիսյան, պարոն Թադևոսյան, նախ շատ շնորհակալություն այսօրվա հյուրի համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Ձեր հարթակը ես համարում եմ վերածվել է վերնատան, ոնց որ հավաքվում են Թումանյանի տանը իրար տեսնելու եւ զրուցելու համար։ Կարծում եմ շատ լավ տենդենս է այս հարթակը։ Պարոն Ղարագոզյան, հարցս հետեւյալն է։ Քանի որ վերնատունը հիշեցի, 10 տարի փաստորեն գործեց, չէ՞, այդ սալոնը եւ պատճառը ծրվելու ոչ մենակ Թումանյանի եւ Իսահակյանի ձերբակալումներ, նաեւ վաճառներից նաեւ նյութական այդ բացակայությունը եւ ցրվածությունը։ Բայց այնուամենայնիվ ինձ լավ գիտեք, որ ունեին պետական գրանցում եւ ունեին Անի Սահակյան, խնդրեմ միկրոֆոնը միշտ փակ պահեք, խնդրեմ, Հարությունյան պիտի, խնդրեմ։ Հա, ու ինձ լավ գիտեք, որ նաեւ վերնատուն ուներ եւ պետական գրանցում եւ նույնիսկ իր կանոնադրությունը։ Հիմա հարցս հետեւյալն է, այսքան տարիների ընթացքում եղել են փորձեր կամ միգուցե հիմա, որպեսզի լինի ոչ թե ծրված, ասենք, չգիտեմ, ունենք գրողների միություն կամ չգիտեմ, ճարտարապետների միություն, որը ոչ չգիտեմ, ինչով են զբաղված ամեն մեկը այնտեղ հասկանալի չի, ունենանք վերնատան պես մի կազմակերպություն, որը ունի հստակ կանոնադրություն, վարձատրվում են եւ բնականաբար նաեւ պահանջում են այն ամենը, ինչը որ իրենց առջև դրված է սկսած ներս, քանի որ դուք ասացիք, որ մենք ունենք ներսում այդ մտավորականությունը, այդ պոտենցիալը, բայց այսպես է վիճակը։ Շնորհակալություն հարցի համար։ Ես քանի որ գրողների միության, ճարտարապետների միության անունը տվեցի, միանգամից ասեմ, որ այս իշխանությունները արդեն հարձակվել են նաև այդ երկու միությունների վրա եւ շենքերը արդեն ուզում են տանել։ Անկախ նրանից այսօր գրողների միությունում ովքեր են հավաքված, ես միշտ կողմ եմ եղել հարգանքը պահել եւ ակնածանքը ինստիտուտի նկատմամբ։ Այսինքն, եթե կա գրողների միություն, եթե այսօր այնտեղ կան 3 երիտասարդ գրող, որոնք վաղը կարող են դառնալ մեզ համար Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան կամ մտավորականության շերտ ստեղծել, ապա չի կարելի ուղղակի դնել թրի հարվածով կտրել։ Այսօր գրողների միության նայեք ինչ խորամանկ ձևով են արել։ Գրողների միությանը չեն դատի տվել։ Պետական գույքի կառավարման կոմիտեն դատի է տվել պետական կադաստրի կոմիտեին։ Այսինքն պետությունը ինքը իրան դատի է տալի, որպեսզի ինքը իրանից դատը շահի եւ այդ շենքը վերցնի գրողների միությունից, նկարիչների միությունից եւ տա մասնավոր ինչ որ իրեն սատելիտ գործարարների խոշոր, որպեսզի այդտեղ դնեն կամ հյուրանոց կամ բիզնես կենտրոններ կառուցեն կամ դա լավ տեղ տալող ճանապարհ չի բոլոր դեպքերում։ Ինչ վերաբերում է գրանցել, հիմա գրողների միությունը գրանցված է, նկարիչների միությունը գրանցված է, ուրեմն վեր ինստիտուցիոնալ մի կառույց է առաջարկում։ Ինչի՞ չէ, դա գաղափար է, որ կարելի է մտածել դրա շուրջ, բայց այսօր չեմ կարծում, որ դա իրականանալի է։
Շնորհակալություն։ Կարելի է։ Մի վարքյան Արմեն ջան, դու երկրորդ հարց ես տալիս։ Ուրիշ հարց տվող կա։ Եթե չկա, թող Արմենը երկրորդ հարց տա։ Չկա, Արմեն ջան, երկրորդ հարց դու, երևի էլ հարց տվող չկա, կավարտենք, որտեղ ժամը կես է։ Խնդրեմ, Արմեն։ Շնորհակալություն շատ։ Ես սկզբից ասացի, որ քիչ ուշ էլի հարց կտամ։ Պարոն Ղարագոզյան, մի հատ sense հարց երևի սա տրենդ կդառնա այս իմ հարցը մեր խմբում։ Ինչ խորհուրդ դուք կտայիք կոնկրետ նորաստեղծ կազմակերպություններին, կուսակցություններին ազգանվեր, ինչ ուղղությամբ խորհուրդ կտայիք շարժվել, այսինքն ինչ գործունեություն ծավալել։ Դա առաջին հարցը եւ երկրորդ փոքրիկ հարցս, իմ կարծիքով դա համապարփակ հարցեր կլինեն։ Տեսեք, վերջի 30 տարիների իշխանությունները մենք բոլորս լավ հասկանում ենք, որ դրանք մի ընդհանուր մեխանիզմ են, որոնք որ կոչված են եղել բառից բուն իմաստով ոչնչացնել հայի ինքնությունը, ազգային արժեքները խեղաթյուրել, փչացնել եւ այլն։ Եվ դրա համար կատարել են կոնկրետ գործողություններ։ Ոչ միայն ստեղծել, ասենք, ցանցային, չնայած դա ամենակարևոր ֆակտորներից մեկն է ոչնչացնելու ազգային ինքնությունը, դա խեղաթյուրել իրականությունն է, օգտագործելով ՍՄԻ-ն, չէ, օգտագործելով եզուիտներին, սենց ասեմ, տարբեր ոչ հային վայել հավատքներ, ներմուծելով LGBT, այդ сообществան եւ այլն։ Այսինքն այդ մարդիկ կոնկրետ գործողություններ են արել, բացի խոսալուց, կոնկրետ գործողություններ են։ Ինչ գործողություններ դուք խորհուրդ կտայիք, որպեսզի նորաստեղծ կուսակցությունները, ազգային հասարակական կազմակերպությունները կոնկրետ գործ անելով փոխեին դեպի լավը, վերածնունդ տանեին դեպի մեր թե ներսի հայությանը, թե դրսի հիասթափված Սփյուռքին, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ պետական իշխանությունները անգամ Արցախից բռնի տեղահանված հայությանը ստիպում են դառնալ նոր Սփյուռք, այսինքն լքել երկիրը, բաժանում են մտցնում իջևանցու, հայաստանցու, երևանցու, արցախցու եւ այլն։ Ձեր խորհուրդը այս երկու հարցի շուրջ։ Շնորհակալություն, բարդ հարց եք տալիս ինձ համար իհարկե, բայց կարող եք կարճ պատասխանել։ Ես ասեմ, իմ մոդելը հարցը դուք պատասխանեք, կարճ պատասխանեք, կարող եք հանգիստ իմ մոդելը մեկն է, սա է, այսինքն ոչ թե նոր կուսակցությունները բազմաթիվ, այլ եթե կա մեկ առանցք, մեկ կուսակցություն, գաղափարակիր, որը իսկապես ազգային գաղափար է կրում, մնացած բոլորը պիտի համախմբվեն գոնե այն շրջանակներում, որտեղ այդ գաղափարախոսությունները համընկնում են, եթե կուսակցությունը, անհատը կազմակերպությունը, հասարակական կազմակերպությունը այսքան տարածքով գաղափարապես համընկնում է, այսինքն նույն ազգային գաղափարախոսության կրողներն են, ապա պետք է միավորվել։ Գոնե միավորվել այդ գաղափարների շուրջ եւ ցանցային պետության ստեղծման գաղափարը սա է հուշում հենց։ Ինչ վերաբերում է LGBT մյուս, ես գիտեմ, որ այսօրվա այս իշխանական աթոռը զբաղեցնողը ես սովորություն ունեմ անունը չտալու կոնկրետ, այսօրվա այս Լենինի գլխարկրողը Ես գիտեմ, որ դեռ նոր էր իշխանության եկել, գնացել էր Ծաղկաձոր իբր թե հանգստանալու մի քանի ժամով, այնինչ որ իր թիկնապահական թիկնազորը պաշտպաներ դրանց համաժողովը։ Ինչ որ նորից եմ ասում, սրա դեմը առնելու համար պետք է ուղղակի փոխել կարգերը, փոխել այս իշխանությունը, որպեսզի պահենք պետությունը, պետականությունը։ Մենակ այդ այլասերվածները չեն, լիքը աղանդներ, դուք տեսաք Վերջում ում էր բարևում Միացյալ Նահանգներում, դա իր խնդիրն է իհարկե։ Բայց առաքելական եկեղեցուն մենք կարող ենք ինքներս մեր ներսում ինչքան ասես քարտոծել, քննադատել, չգիտեմ սխալներ ասել, բայց դա մեր ավանդական եկեղեցին է այսօր պետականորեն իշխանության կողմից ամենավերջի լուտանքներն է թափվում, բայց աղանդներին ջերմ բարևներ եւ գրկախառնություններ են։ Սրա դեմը միաբանությամբ համախմբումով
եւ գաղափարով պիտի կարողանանք առնել եւ կատարենք կոնկրետ, շատ կոնկրետ գործողություններ, շատ կոնկրետ։ Ես իմ առաջարկները նույնիսկ ձևակերպել եմ կոնկրետ գործողությունների համար, բայց դրանք եթերի համար շատ ժամանակատար կլինեն եւ չեմ կարծում, որ տեղին են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ղարագյոզյան, մեկ հարցել ու վերջի հարցը։ Վերջի Պարոն Սողոմոնյան, մի վարքյան Գևորգյան, ներողություն, պարոն Սողոմոնյան, Խաչատուր, բարև ձեզ։ Պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Պարոն Սողոմոնյան, հարգանքներս հարց չունեք դուք, թե դեռ ոչ։ Ես ուշադիր լսում եմ, դեռ հարց չունեմ, որտեղ շատ լավ բացատրում են, հələ հարցեր չի մոտ առաջացել։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Գևորգյան։ Մերսի, շնորհակալ եմ։ Ու վերջ, սահմանափակվեք, որտեղ ժամը Ես ասենց ասեմ, մի փոքր հարց եւ առաջարկ հիմի մեծ գրոհ ասկսե այս աղանդի կողմից, որտեղ ասենք մենք պետք է հստակ հասկանանք, որ այս իշխանությունը դա զենքի նոր տեսակա հասարակությունները եւ ազգությունները քանդելու, որ մեր վրա փորձարկում են։ Հանձինս այս իշխանությունների այդ Նիկոլ Փաշինյան կոչեցյալի գլխավորությամբ։ Հիմի ամբողջ խնդիրը նա է, որ տեսեք ոնց ինչ հարձակում է սկսել մեր սիմվոլների դեմ։ Ուրեմն ինչպես ասել է մեծագույն հին աշխարհի փիլիսոփաներից մեկը Կոնֆուցին, սիմվոլներն է կառավարում աշխարհը, էլի, եւ իրենք լավ այդ հասկանալով հիմի հարձակում են գրել, հարձակում են սկսել ամենամեծ հուշարձանի, որը ստեղծվել է սովետական Հայաստանի ընթացքում, դա Կասկադն է, որտեղ խտացրած է ուրեմն հայկական սիմվոլները սկսած Արարատայի ժամանակներից։ Ով գիտի, ով չգիտի, ես առաջարկում եմ մոտ օրերս հրավիրել մարդկանց, որոնք մանրամասը կբացատրեն ինչ-ինչոց է, որտեղ սիմվոլները շատ կարևոր են եւ ասեմ, որ վերջերս այդ հավերժության նշանը տարբեր երկրներ ուզում էին այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ում անցկացնեին, որ դա իրենց նշանն է, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է կայացրել, որ հավերժության նշանն են հայտնի սպիրալը, դա հայկական նշան է եւ այդ սիմվոլներով հագեցված է Կասկադը։ Հիմի գնում է ըստ էության այդ Կասկադը, որտեղ ամենամեծ խտացումն է հայկական պատմական սիմվոլների, դրա ոչնչացմանը, ռիվերիա ստեղծելուն, այսինքն հաճույքների, LGBT եւ այլ եւ ոչնչացնելու բան է սկսել։ Մենք պետք է այստեղ ներկաները բաները բոլորը լսենք, տեսնենք մասնագետները խոսեն ինչ, ոնց պետք է հակազդենք, թույլ չտանք, որ այդ ոչնչացումը տեղի ունենա, այն Կասկադը, որ նախագծվել է ինչ տեսքով, ինչ մենք խոշորագույն ճարտարապետներ ենք ունեցել Ջիմ Թորոսյան եւ այլ, պետք է այդ նույն ձևով, այսպես ասած, դա վերջացվի եւ մենք ունենանք իրական հայկական մեծ հուշարձան։ Շնորհակալություն, ես եթե Շնորհակալություն, հեսա վերջաբանի համար կասենք, ուղղակի ես մի բան ասեմ, որ այսքան ժամանակ ես լսում եմ բոլորիդ հիացմունքով, ասեմ բոլորիդ կարճ լրացում, որ Հայաստանի Հանրապետության քանդման մեջ միայն մեղավոր չէ Նիկոլ Փաշինյանը, որը ենթակա է Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ռուսական եւ ջուդական, բոլշևիկա-ջուդական նոմենկլատուրայի։ Կարճ կոնկրետ։ Խնդրեմ վերջին խոսք եւ ավարտենք, էլ հարց չկա։ Երկու բառով արձագանքեմ, պարոն Գևորգյան։ Խնդրեմ։ Աղանդների ներմուծումը իսկապես սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, երբ որ պետական գրանցում էին տալիս, ցանկացած աղանդ, երբ որ մտնում էր Հայաստան։ Ես այն ժամանակ հոդված գրեցի, որ հայ առաքելական եկեղեցուն ինչքան պաշտպանում եմ, այդքան ես պարզ ասում եմ թերությունները։
որ աղանդները գնում են իրենք, գնում են մարդկանց դռները, գնում են տները, գնում են անտառները, դպրոցների ֆիզկուլտուրայի սրահները, այսինքն իրենք են գնում մարդկանց մոտ, նրանց գրավում են, իսկ մենք նստած ենք տեղում։ Սա կիրառելի է ոչ միայն հոգևոր աղանդների, այլև բարոյական, քաղաքական, ազգային աղանդների նկատմամբ։ Այսինքն մենք պետք է այդ ցանցը, որ ասում ենք, ցանցային պետությունը, ոչ միայն պատկերացնենք, որ Սփյուռքի եւ ամբողջ աշխարհի մեջ ենք կառուցում այդ ցանցը, այլ կառուցենք ներքին ցանց Հայաստանի ներսում։ Այսինքն մենք այս գաղափարները, գաղափարախոսությունը, այս դիտարկումները, նկատառումները, որ կասկադը ինչ են անում, երկիրը ինչ են անում, հավատքի հետ ինչ են անում, պետք է տանենք, հասցնենք բոլոր մարզերի ամենավերջի գյուղերի բնակիչներին, ուսուցիչներին, աշակերտներին մինչև։ Այսինքն այդ ցանցը պետք է մտածենք ստեղծելու նաև ներսում, Հայաստանի ներսում, բոլոր մարզերով, սահմանից սահման։ Եվ ինչ վերաբերում էր արձաններին, նաև Պարոն Թադևոսյանը Նեմեսիսի մասին որ ասեց, ուզում էի ես երկու բառ ասել, երբ որ Նեմեսիսի արձանը այստեղ կառուցեցին եւ այստեղ այդ Լենինի գլխարկ դնողը կմկմալով մեղայական էր գալիս Չավուշօղլուի եւ Էրդողանի սպառնալիքների առաջ թե սխալվել ենք, Հայաստանի Հանրապետություն թերթը այդ նույն օրերին 7 հոդված տպեցինք Նեմեսիսի հերոսների գործողության, հուշարձանի ճարտարապետների եւ 7 հոդված իրար հետևից տպեցինք։ Սա պետք է լինի պարբերական եւ փորձենք հասցնել բոլորին։ Մեր խոսքը հասցնենք բոլորին։ Կարելի է մի բան ասել։ Ասա, արտակացա ու վերջացնենք։ Ես հպարտանում եմ ու լավ եմ զգում, որ աշխատելով պետական կառույցում մարդը հնարավորություն ունեցել է քննադատելու ու այդ պահանջատիրությունը մեր մեջից ոչ մի անգամ դուրս չգա ամեն կողմից, երբ որ տանը դեմը գալիս են ծառը կտրելու, չթողես որ այդ ծառը կտրեն, երբ որ ուզում են հուշարձանը, երբ որ ուզում են մի ինչ-որ փաստ խեղաթուրեն, այդի պետքա մեզանից, ես չեմ ասում իշնեն դրուժբա սղոցը վերցնեն, են պիլակինոյի պես կդրեն այդ մարդկանց, չէ, ուղղակի կարաս անես, հենց այդ պահանջատերեղար քո ուժը կզգաս, փաստ մարդը աշխատելով պետական կառույցում, փող ստանալով պետությունից, բայց պահանջատեր ա եղել չի հանդուրժել ու պայքարել ա համակարգի դեմ։ Շնորհակալ եմ Գագիկ ջան, շնորհակալ եմ Արթուր ջան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելիներս, շնորհակալ եմ բոլորիցդ, հիշեցնեմ ձեզ, որ մեր հյուրներ այսօր Հայաստանի Հանրապետություն թերթի գլխավոր խմբագիր Ղարագոզյան Արթուրը, շնորհակալություն լավ զրույցի համար, իսկ մարդիկ ովքեր ներկա չեն եղել այսօր, վաղը կտեսնեն on-line, վաղը կտեսնեն YouTube ալիքով, Telegram-ով եւ մնացած ալիքներով ելույթը եւ խոսքս ավարտեմ մեր մշտական երթումով, որը մեր թվով միշտ ասելու ենք ու կասենք, ես միշտ ասում եմ, Աստված թող արժանին պատժի հայացքի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որովհետև նրանք ստորեն, տականք են, սինլքորեն, հետևից խփող են, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, սա էլ մեր են գլխավոր թշնամու եւ պրոդյուսերի դեմ։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Արդահանում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Կիլիկիայում, Զմյուռնիայում, Անգորայում եւ Պոլիսում։ Ամեն։ Ստեսություն։ Ամեն։ Ստեսություն։ Շնորհակալություն։